Խնամակալուհին բացահայտում է միլիոնատեր Տիգրանի մոր, տիկին Շուշանի դեմ ուղղված ստերն ու դաժան ծրագիրը։ Գաղտնի ապացույցներով զինված, նա Երանի կենտրոն թաղամասում առերեսվում է դաժան Հարսի, Անիի հետ, որը պատրաստ է ամեն ինչի։ Բայց երբ հենց ինքը, Տիգրանը, ծպտված վերադառնում է Հայաստան, իր մորը փրկելու, ճշմարտությունը պայթում է, ոչ մի սուտ չի դիմանում վերջնական առճակատմանը։ Եթե այս պատմությունը ձեզ հետաքրքրեց, մի մոռացեք բաժանորդագրվել մեր ալիքին, ասացեք մեզ, թե որ քաղաքից եք մեզ դիտում, շարունակում ենք։ Խոստանում եմ, որ սա լինելու է լավագույն պատմությունը, որ երբեք լսել եք ձեր կյանքում։ Մոխրագույն առավոտ էր բացվել Երանի վրա, այն տիպիկ ծանր երկնքով, որը կարծես ճնշում էր փողոցներով շտապող մարդկանց ուսերը։ Մարինե Հովսեփյանը ամուր բռնել էր պայուսակի բռնակից, երբ իջնում էր ավտոբուսից Մաշտոցի պողոտայում, զգալով, թե ինչպես է մանրամաղ անձրի սառնությունը թրջում իր դեմքը։ Նա 32 տարեկան էր, բայց կարծես մի ամբողջ կյանքի հոգնածություն էր կրում իր շագանակագույն աչքերում, որոնք այլս նախկինի պես չէին փայլում։ 15 տարեկանից, երբ կորցրել էր ծնողներին այնպիսի հանգամանքներում, որոնք նախընտրում էր չհիշել, նա ստանձնել էր իր կրտսեր եղբոր Լոնի խնամքի պատասխանատվությունը, որն այժմ 23 տարեկան էր աշխատում էր որպես առաքիչ քաղաքի Շենգավիթ թաղամասում։ Մարինեն տնային աշխատող էր։ Ոչ այն տեսակից, որ պատահական աշխատանքներ էր կատարում, այլ նվիրված մասնագետ, ով ամեն տուն ընդունում էր որպես իրենը, ամեն տանտիրուհու հետ վարվում էր հարգանքով, նույնիսկ երբ հարգանքը փոխադարձ չէր։ Այդ հունիսյան առավոտ, սակայն, նրան այլ բան էր սպասում։ Վարդուհին, նրա տնօրենը Արաբգիրի միջին դասի տներից մեկում, նախորդ օրը զանգահարել էր անսովոր առաջարկով։ Նրա ընկերուհիներից մեկը, Բեատրիս Ալավերդյան-Բարսեղյանը, կարիք ուներ մեկի, ով կփոխարիներ հանկարծակի հեռացած աշխատակցուհուն։ Աշխատանքը ժամանակավոր էր լինելու, գուցե 2-3 շաբաթ, բայց վարձատրությունը առատաձեռն էր լինելու։ Շատ առատաձեռն։ Բավական էր, փակելու ուշացած հաշիվները, որոնք կուտակվել էին Լոնի հետ կիսվող նեղլիկ բնակարանի հյուրասենյակի սեղանիկին։ Նա չէր կարող մերժել։ Նույնիսկ իմանալով, որ Լոնը շատ բաներում իրենից էր կախված, նույնիսկ իմանալով, որ խոստացել էր ներկա լինել նրա ծննդյան տարեդարձին այդ շաբաթ, Մարինեն համաձայնեց։ Գումարը չափազանց անհրաժեշտ էր։ Էլեկտրաէներգիայի վարձը ուշացել էր, վարձակալության ժամկետը կլրանար մի քանի օրից, դեռ թաղամասի խանութի պարտքը կար։ Զոհաբերությունները նրա առօրյայի մի մասն էին։ Մի բան, որ նա սովորել էր շատ վաղուց։ Վարդուհու տված հասցեն գտնվում էր կենտրոնում, մայրաքաղաքի ամենաազնվական թաղամասերից մեկում։ Մարինեն մետրոյով հասավ մինչ երիտասարդական կայարան, այնտեղից քայլեց մոտ 15 րոպե, դիտելով ծառաշատ փողոցները, բարձր պարիսպները, տպավորիչ դարպասները, որոնք թաքցնում էին այլ աշխարհի առանձնատներ։ Երբ վերջապես հասավ նշված համարին, մի պահ կանգ առավ, խորը շունչ քաշեց։ Ձուլածո երկաթե դարպասը հսկայական էր, ոսկեզօծ մանրամասներով, որոնք փայլում էին նույնիսկ առավոտյան թույլ լույսի տակ։ Կողքին մի համեստ ցուցանակի վրա էլեգանտ տառերով փորագրված էր ընտանիքի ազգանունը՝ Բարսեղյան։ Մարինեն սեղմեց զանգի կոճակը, սպասեց։ Ինտերկոմով պատասխանող ձայնը քաղաքավարի էր, բայց սառը։ Նա ներկայացավ, նշեց վարդուհու անունը, դարպասը դանդաղ բացվեց մեխանիկական ձայնով, որն արձագանքեց դատարկ փողոցում։ Արջի այգին անթերի էր, խնամքով կտրված խոտածածկով, քանդակված թփերով, կենտրոնում քարե շատրվանով։ Տունը վեհաշուք էր, 3 հարկանի, հսկայական պատուհաններով, բեժ երանգի ճակատով, որը նրբակ է։ Ղություն հեռավորություն էր հաղորդում։ Գլխավոր դուռը բացեց մոխրագույն համազգեստով մի կին, որն արագ ժեստով հրավիրեց Մարինեին ներս։ Տան ներսը էլ ավելի տպավորիչ էր, մարմարե հատակ, բյուրեղյա ջահեր, կահույք, որը կարծես դուրս էր եկել դեկորի ամսագրերից։ Բայց օդում ինչ-որ բան կար։ Մի սառնություն, մի կոշտություն, կարծես ամեն իր այնտեղ դրված էր միայն հիանալու, բայց երբեք չդիպչելու համար։ Բեատրիս Ալավերդյան-Բարսեղյանը մի քանի րոպե անց հայտնվեց աստիճանների վերում։ Նա մոտ 45 տարեկան, նիհար, շատ լավ հագնված կին էր, անթերի բեժ կոստյումով, շիկահեր մազերը էլեգանտ կոկոնով հավաքած։ Դեմքը գեղեցիկ էր, բայց աչքերը կոշտ, հաշվենկատ։ Նա դանդաղ իջավ աստիճաններով, ասես հատուկ ուզում էր, որ իրեն նայեն, կանգնեց Մարինեի դիմաց քաղաքավարի ժպիտով, որը չէր հասնում աչքերին։ Բարի լույս։ Դուք պետք է Մարինեն լինեք։ Վարդուհին շատ լավ է արտահայտվել ձեր մասին։ Հուսով եմ, պատրաստ եք։ Այստեղի աշխատանքը պահանջում է զսպվածություն, ճշտապահություն, ամենից առաջ՝ հնազանդություն։
Մարինեն զգաց, թե ինչպես սարսուռ անց։ Ավ իր ողնաշարով, բայց գլխով արեց. Այո, տիկին։ Ես պատրաստ եմ այն ամենին, ինչ անհրաժեշտ լինի։ Բեատրիսը նրան տարավ գլխավոր միջանցքով, բացատրելով տան կանոնները քաղաքավարի, բայց քողարկված սպառնալիքով լի ձայնով։ Խիստ ժամանակացույց։ Աշխատանքային ժամերին հեռախոս չօգտագործել։ Մյուս աշխատակցուհիների հետ չխոսել, բացի խիստ անհրաժեշտից։ Եվ ամենակարևորը, բացարձակ գաղտնիություն այն ամենի մասին, ինչ կատարվում էր այդ տան ներսում։ Մարինեի պարտականությունը լինելու էր խնամել տիկին Հելեն Բարսեղյանին, Բեատրիսի սկեսրոջը։ Տարեց կինն ապրում էր երկրորդ հարկում, տան հետնամասի սենյակում։ Բեատրիսը բացատրեց, որ Հելենը նուրբ առողջական խնդիրներ ուներ, որ նրան անհրաժեշտ էր վերահսկվող դեղորայք, հատուկ սնունդ մշտական հանգիստ։ Նրա որդին, Ռոբերտ Բարսեղյանը, երկարատ գործուղման մեջ էր Եվրոպայում, զբաղվելով ընտանեկան ընկերության գործերով։ Նա հաճախ էր զանգում, բայց Բեատրիսը վստահեցնում էր, որ ամեն ինչ վերահսկողության տակ է։ Մարինեն բարձրացավ աստիճաններով Բեատրիսի հետից, զգալով լռության ծանրությունը, որը տիրում էր երկրորդ միջանցքը մութ էր, բնական լույսը քիչ։ Բեատրիսը կանգնեց ամուր փայտե դռան դիմաց գրպանից բանալի հանեց։ Նա այստեղ է։ Լույս չի սիրում, այդ պատճառով վարագույրները միշտ փակ են։ Դեղորայքն այս տուփի մեջ է, ժամերը նշված են։ Ոչինչ մի փոխիր։ Ոչ ավել, ոչ պակաս մի տուր։ Հետիր ճիշտ այնպես, ինչպես նշանակված է։ Հասկանալի է։ Այո, տիկին։ Բեատրիսը բացեց դուռը հրեց։ Սենյակը խորասուզված էր կիսախավարի մեջ։ Հոտը ծանր էր, բորբոսի, տեղերի հնացած օդի խառնուրդ։ Մարինեին մի քանի վայրկյան պետք եկավ, որպեսզի աչքերը հարմարվեն մթությանը։ Սենյակի կենտրոնում հին, մուգ փայտից մահճակալ էր, որտեղ պառկած էր մի փոքրիկ, անշարժ կերպարանք։ Տիկին Հելեն, դուք նոր խնամող ունեք։ Մարինեն ձեզ հետ կլինի մի քանի շաբաթ։ Պատասխան չեղավ։ Միայն ցածր, գրեթե անլսելի տնքոց։ Բեատրիսը դուրս եկավ սենյակից առանց այլ բացատրությունների, իր հետից փակելով դուռը Մարինեին մենակ թողնելով տարեց կնոջ հետ։ Նա դանդաղ մոտեցավ, փորձելով ավելի լավ տեսնել։ Հելենը պետք է մոտ 70 տարեկան լիներ, բայց շատ ավելի մեծ էր երում։ Դե. Մքը գունատ էր, նշանավորված խորը կնճիռներով, շուրթերը ճաքճքած, սպիտակ մազերը խճճված։ Ձեռքերը ջուղերի պես բարակ, թեթակի դողում էին մաշված սավանի վրա։ Մարինեն սրտում սեղմում զգաց։ Բարի լույս, տիկին Հելեն։ Իմ անունը Մարինե է։ Ես ձեզ կխնամեմ։ Տարեց կինը դեմքը շրջեց դեպի ձայնի ուղղությունը, Մարինեն տեսավ նրա աչքերը։ Դրանք հանգած էին, բայց այնտեղ ինչ-որ բան կար։ Հեռավոր մի կայծ, օգնության լուր խնդրանք։ Առաջին օրերին Մարինեն խստորեն հետում էր Բեատրիսի հրահանգներին։ Դեղերը տալիս էր նշված ժամերին, մատուցում էր թեթ կերակուրները, որոնք թողնում էին դռան մոտ սկուտեղի վրա, օգնում էր Հելենին հիմնական հիգիենայի հարցում։ Բայց ինչ-որ բան տեղին չէր։ Սնունդը անբավարար էր։ Ջուրը սահմանափակ։ Դեղորայքը չափազանց շատ։ Իսկ սենյակը, այդ մութ ու խեղդող սենյակը, գրեթե բանտ էր։ Մարինեն սկսեց դիտարկել։ Նկատեց, որ Բեատրիսը օրական մի քանի անգամ մտնում էր սենյակ, միշտ հեռախոսը ձեռքին, հաղորդագրություններ գրելով շրթունքներին ցինիկ ժպիտով։ Նկատեց, որ Հելենը, այն հազվագյուտ պահերին, երբ ավելի պարզամիտ էր, փորձ։ Ում էր խոսել, բայց բառերը դուրս էին գալիս շփոթված, կտրտված, կարծես ինչ-որ բան խանգարում էր նրան հստակ արտահայտվել։ Չորրորդ օրը Մարինեն համարձակություն հավաքեց։ Սպասեց, մինչ Բեատրիսը գնա քաղաք, հանդիպման, բացեց սենյակի ծանր վարագույրները։ Լույսը ներխուժեց տարածք, բացահայտելով անկյուններում կուտակված կեղտը, կահույքի վրայի փոշին, պատերի խոնավության հետքերը։ Հելենը մի քանի անգամ թարթեց, անհանգստացած, բայց հետո ինչ-որ բան փոխվեց նրա դեմքում։ Կարծես լույսն արթնացրեց նրա մեջ քնած ինչ-որ բան։ Մարինեն մոտեցավ, բռնեց տարեց կնոջ փխրուն ձեռքը։ Տիկին Հելեն, լավ եք։ Ինձ լսում եք։ Հելենը զարմանալի ուժով սեղմեց նրա ձեռքը շշնջաց, ձայնը խռպոտ ու թույլ։ Օգնիր ինձ։ Այդ երկու բառերը փոխեցին ամեն ինչ։ Մարինեն զգաց, որ սիրտը սկսեց արագ բաբախել։
Ինչ է կատարվում այստեղ, տիկին Հելեն։ Տարեց կինը փորձեց խոսել, բայց բառերը դուրս չէին գալիս։ Սակայն աչքերը ամեն ինչ ասում էին. վախ, հուսահատություն, գերություն։ Մարինեն սկսեց զգուշորեն հետաքննել։ Ստուգեց դեղերի տուփը, նկատեց, որ որոշ տեղաչափեր շատ բարձր էին, հատկապես հանգստացնողները։ Նայեց գծված բժշկական դեղատոմսերը, տեսավ, որ դրանք միշտ ստորագրված էին նույն բժշկի, մի բժիշկ Մովսես Մանուկյանի կողմից։ Հեռախոսով փնտրեց, պարզեց, որ նա վիճահարույց անցյալ ուներ, վատ վարքի վերաբերյալ հին բողոքներ, որոնք լրացվել էին։ Նա սկսեց այլ կերպ խնամել Հելենին։ Պայուսակում թաքցրած մրգեր բերեց, ավելի շատ ջուր առաջարկեց, օգնեց տարեց կնոջը նստել մահճակալին, շարժել ձեռքերն ու ոտքերը։ Արձագանքը գրեթե անմիջական էր։ Հելենը սկսեց ուժ հավաքել, ավելի պարզ խոսել, ամաչկոտ ժպտալ։ Եվ հենց այդ պարզամտության պահերից մեկում Հելենը բացահայտեց ճշմարտությունը։ Նա ինձ այստեղ փակված է պահում, Մարինե։ Որդիս ոչինչ չգիտի։ Նա պատասխանում է նրա հաղորդագրություններին, ծածնելով, թե ես եմ։ Նա կարծում է, որ ես լավ եմ, որ պարզապես հոգնած եմ։ Բայց ես հիվանդ չեմ։ Նա ինձ թմրեցնում է։ Նա ուզում է ինձ անգործունակ ճանաչել տալ, տիրանալ ամեն ինչին։ Մարինեն զգաց, թե ինչպես արյունը սառեց երակներում։ Ինչո՞վ։ Ինչու նա դա կաներ։ Հելենը խորը շունչ քաշեց, պատմեց։ Բեատրիսն ամուսնացել է Ռոբերտի հետ շահի համար։ Նա լավ, աշխատասեր մարդ է, բայց կույր է նրա իրական էության հանդեպ։ Նա ուզում է վերահսկել ընտանիքի հարստությունը։ Եվ ես միակ խոչընդոտն եմ։ Եթե ինձ անգործունակ ճանաչեն, նա կտիրանա ամեն ինչին։ Իսկ ձեր որդին չի կասկածում։ Նա վստահում է նրան։ Միշտ վստահել է։ Նա շատ խելացի է, Մարինե։ Շատ վտանգավոր։ Այնուհետ Հելենը բացահայտեց, որ թաքցրած օրագիր ուներ, մի տետր, որտեղ գրառում էր այն ամենը, ինչ տեղի էր ունենում այն պահերին, երբ կարողանում էր պարզամիտ լինել։ Այն պահված էր հին գրքի մեջ, սենյակի անկյունի փոշոտ գրադարակում։ Մարինեն օրագիրը գտավ նույն երեկոյան։ Էջերը լի էին տառապալից պատմություններով։ Ամսաթվեր, ժամեր, հուզական։ Բռնությունների նկարագրություններ, դեղորայքի մանիպուլյացիաների, քողարկված սպառնալիքների, հարկադրված մեկուսացման մասին պատմություններ։ Դա համոզիչ ապացույց էր։ Բայց Մարինեն գիտեր, որ ավելին է պետք։ Նրան անհերքելի ինչ-որ բան էր պետք։ Հենց այդ ժամանակ զանգեց Լոնը։ Նրա ձայնը տարօրինակ էր, լարված։ Քույրիկ, այսօր մի տարօրինակ բան պատահեց։ Ինչ, Լոն։ Մի տղա փողոցում մոտեցավ ինձ։ Ասաց, որ լավ գումար կտա, եթե համոզեմ քեզ դուրս գալ այդ նոր աշխատանքից։ Վախեցա, ոչինչ չվերցրի։ Բայց տարօրինակ թվաց։ Ովքեր են այդ մարդիկ, Մարինե։ Մարինեն զգաց, թե ինչպես է գետինը փախչում ոտքերի տակից։ Ինչ-որ մեկը փորձում էր իրեն հեռացնել։ Ինչ-որ մեկը գիտեր, որ ինքը չափազանց շատ բան է բացահայտում։ Հեռու մնա, Լոն։ Ոչ մեկից փող մի վերցրու, ոչ մեկի հետ մի խոսիր։ Ես այս հարցը կլուծեմ։ Բայց ինչ է կատարվում։ Ես դեռ հստակ չգիտեմ։ Բայց ինչ-որ մեծ բան է։ Շատ մեծ։ Այդ գիշեր Մարինեն հազիվ կարողացավ քնել իրեն հատկացված սպասուհու սենյակում։ Ամեն աղմուկից սիրտը թրջում էր։ Նա գիտեր, որ մտնում է վտանգավոր տարածք, բայց այլս չէր կարող նահանջել։ Տիկին Հելենն իր կարիքն ուներ։ Եվ Մարինեն, որն ամբողջ կյանքում զոհաբերել էր իրեն ուրիշների համար, վերջապես գտել էր մի գործ, որի համար արժեր պայքարել։ Հաջորդ օրը, երբ մաքրում էր տան հետնամասի մոռացված լվացքատունը, Մարինեն գտավ մի փոշոտ ստվարաթղթե տուփ։ Ներսում դեղնած ծրար էր, հասցեագրված Ռոբերտ Բարսեղյանին, անանուն ուղարկողով։ Ծրարի մեջ ֆլեշ գրիչ կար։ Դողացող ձեռքերով Մարինեն վերցրեց ֆլեշ գրիչը, թաքցրեց գրպանում։ Պետք էր պարզել, թե ինչ կար այնտեղ։ Բայց գիտեր, որ չի կարող օգտագործել տան համակարգիչներից որևէ մեկը։ Պետք է սպասեր մինչ իր հանգստյան օրը։ Երբ Բեատրիսը րոպեներ անց մտավ լվացքատուն, Մարինեն կտորը ձեռքին ծածնում էր, թե մաքրում է դարակները։ Ինչ ես անում այստեղ։ Մաքրում եմ, տիկին։ Դուք խնդրեցիք, որ կարգի բերեմ։
Բեատրիսը կասկածով նայեց նրան, բայց ոչինչ չասաց։ Պարզապես շրջվեց դուրս եկավ, Մարինեին թողնելով դեռ արագ բաբախող սրտով։ Հաջորդ օրերը լարվածության աճով անցան։ Մարինեն շարունակում էր խնամել Հելենին, այժմ էլ ավելի մեծ նվիրումով։ Տարեց կինն ակնհա։ Իտորեն ավելի լավ էր, ավելի ուժեղ, ավելի պարզամիտ։ Եվ դա աննկատ չմնաց։ Բեատրիսը սկսեց գիշատչի աչքերով դիտել Մարինեին։ Նուրբ հարցեր էր տալիս, անսպասելի հայտնվում սենյակում, ստուգում դեղերի ժամանակացույցը։ Օղակը սեղմվում էր։ Եվ հետո, հուլիսյան մի անձրոտ գիշեր, ամեն ինչ փլուզվեց։ Մարինեն իր հանգստյան օրը կարողացել էր դիտել ֆլեշ կրիչի պարունակությունը Լոնի հեռախոսով։ Դրանք ձայնագրություններ էին։ Բեատրիսի բժշկի միջ ձայնագրված խոսակցություններ։ Քննարկումներ դեղաչափերի փոփոխության, փաստաթղթեր կեղծելու, չափազանց շատ հարցեր տվող աշխատակցուհիներին սպառնալու մասին։ Կային նա կասկածելի բանկային փոխանցումների գրառումներ, կեղծ հաշիվ ապրանքագրեր, ամեն ինչ մանրակրկիտ կազմակերպված մեկի կողմից, ով ակնհայտորեն ուզում էր բացահայտել ճշմարտությունը։ Վճռականորեն տրամադրված ապացույցներով դիմակայելու Բեատրիսին, Մարինեն այդ գիշեր վերադարձավ առանձնատուն։ Սպասեց, մինչ բոլորը քնեն, իջավ առաջին հարկի աշխատասենյակ։ Դուռը կիսաբաց էր։ Սիրտը բերանում, Մարինեն ներս մտավ։ Աշխատասենյակը շքեղ էր, կարմրափայտի գրադար։ Ակներով, հսկայական սեղանով պատերին թանկարժեք նկարներով։ Մարինեն մեկ առ մեկ բացեց դարակները, փնտրելով փաստաթղթեր, ցանկացած բան, որը կարող էր հաստատել ձայնագրություններում եղածը։ Եվ գտավ։ Կեղծված բժշկական դեղատոմսեր։ Արդեն կազմված անգործունակ ճանաչելու փաստաթղթեր, որոնք սպասում էին միայն դատավորի վերջնական ստորագրությանը։ Լիազորագրերի սագրեր, որոնք Բեատրիսին լիակատար իշխանություն կտային Հելենի ունեցվածքի նկատմամբ։ Ամեն ինչ ճիշտ էր։ Ամեն ինչ։ Մարինեն հեռախոսով լուսանկարում էր փաստաթղթերը, երբ իր հետից ձայն լսեց։ Ինչ ես կարծում, թե անում ես։ Բեատրիսը կանգնած էր դռան մոտ, մետաքսե խալաթով դեմքին սառցե արտահայտությամբ։ Նրա կողքին երկու համազգեստավոր անվտանգության աշխատակիցներ էին։ Մարինեն փորձեց բացատրել, փորձեց խոսել Հելենի ապացույցների մասին, բայց Բեատրիսը չցանկացավ լսել։ Մեղադրեց նրան գողության, անձնական կյանք ներխուժելու, լրտեսության մեջ։ Անվտանգության աշխատակիցները բռնեցին նրա թերից քարշ տվեցին աշխատասենյակից դուրս։ Դու չգիտես, թե ում հետ ես գործ բռնել, աղջիկ։ Հիմա դուրս։ Արի իմ տնից, մինչ ոստիկանություն կանչեմ ու վերջ տամ քեզ ու քո եղբայրիկին։ Մարինեին դուրս շպրտեցին գիշերվա կեսին, հորդառատ անձրի տակ, պայուսակը թաց մայթին գցած։ Նա դողում էր, ոչ թե ցրտից, այլ զայրույթից ու անզորությունից։ Բայց նրա մոտ դեռ ֆլեշ կրիչը կար։ Դեռ փաստաթղթերի լուսանկարները կային։ Եվ հիմա, առավել քան երբե, նա վճռական էր արդարություն հաստատելու։ Տուն վերադարձավ թրջված, գտավ Լոնին արթուն, անհանգիստ։ Պատմեց նրան ամեն ինչ։ Ցույց տվեց ապացույցները։ Եվ միասին որոշեցին, որ չեն կարող հանձնվել։ Անցավ 3 օր։ 3 օր տագնապ, սպասում, անորոշություն։ Մարինեն փորձեց զանգահարել Ռոբերտ Բարսեղյանի համարին, որը Հելենն էր տվել, բայց համարը միշտ զբաղված էր կամ անմիջապես անցնում էր ձայնային փոստ։ Մինչ որ երրորդ օրվա առավոտյան Մարինեի հեռախոսը զանգեց։ Անծանոթ համար էր։ Ալո։ Մյուս կողմի ձայնը թույլ էր, գրեթե շշուկ։ Մարինե, ես եմ։ Կարինեն։ Տան մատուցողուհին։ Մարինեն հիշեց նրան։ Երիտասարդ, ամաչկոտ մի աղջիկ, որն աշխատում էր խոհանոցում։ Կարինե, ինչ է պատահել։ Ինձ աշխատանքից հեռացրին։ Ացին, որ շատ բան գիտեմ։ Բայց գնալուց առաջ կարողացա վերցնել տիկին Հելենի հեռախոսը։ Նա շատ վատ է, Մարինե։ Դեղերի դոզան ավելացրել են։ Նա գրեթե չի արթնանում։ Ես կարծում եմ, որ նրանք ավելի վատ բան են անելու։ Մարինեն զգաց, թե ինչպես խուճապը տիրեց իրեն։ Որտե՞ղ ես։ Թաքնված։ Վախենում եմ։ Բայց զանգեցի, որովհետև մտածեցի, պետք է իմանաս։ Տիկին Հելենը քեզ էր հարցնում, մինչ ուշաթափվեց։ Կարինե, կարող ես զանգել նրա որդուն։
Կարող ես մեկին տեղյակ պահել։ Փորձեցի։ Բայց իմ ունեցած համարը չի աշխատում։ Կարծում եմ, նա կեղծ համար է տվել։ Մարինեն անջատեց հեռախոսը, նայեց Լոնին։ Պետք է վերադառնանք այնտեղ։ Հիմա։ Լոնը գլուխը թափահարեց։ Քույրիկ, վտանգավոր է։ Նրանք կարող են քեզ ձերբակալել, կարող են քեզ վնասել։ Ես չեմ կարող թողնել, որ նա մահանա, Լոն։ Չեմ կարող։ Եվ այդպես, այդ գիշեր Մարինեն ու Լոնը վերադարձան կենտրոն։ Թռան առանձնատան հետի պարսպի վրայով, մտան լվացքատնից։ Տունը լուռ էր, բայց երկրորդ հարկում լույս էր վառվում։ Լուրը բարձրացան աստիճաններով։ Երբ հասան Հելենի սենյակ, գտան դուռը կողպված։ Լոնը իր բերած գործիքով կոտրեց կողպեքը։ Դուռը բացվեց։ Հելենը պառկած էր, գունատ, շուրթերը մանուշակագույն, չնչառությունը թույլ ու անկանոն։ Մարինեն վազեց նրա մոտ, բռնեց դեմքը, կանչեց անունը։ Տիկին Հելեն, դիմացեք։ Մենք ձեզ այստեղից դուրս կհանենք։ Բայց հենց այդ ժամանակ միջանցքում քայլերի ձայներ լսեցին։ Բեատրիսը հայտնվեց դռան մոտ, այս անգամ շատ ավելի խոշոր երկու անվտանգության աշխատակիցների ուղեկցությամբ։ Դուք ներխուժել եք իմ տուն։ Սա հանցագործություն է։ Մարինեն կանգնեց Հելենի առջ։ Ես շտապ օգնություն եմ կանչել։ Նրան օգնություն է պետք։ Դու ոչինչ չես անի։ Բայց Մարինեն արդեն սեղմել էր կոճակը։ Եվ հաջորդ րոպեներին, մինչ Բեատրիսը գոռում էր, իսկ անվտանգության աշխատակիցները փորձում էին վախեցնել նրանց, շչակների ձայները սկսեցին արձագանքել փողոցում։ Շտապ օգնությունը հասավ։ Բուժաշխատողները մտան, ծնեցին Հելենին, շտապ տարան։ Բեատրիսը փորձեց խանգարել, պնդելով, որ ինքն է օրինական պատասխանատուն, բայց Մարինեն ցույց տվեց փաստաթղթերի լուսանկարները բուժաշխատողներին, բացատրեց իրավիճակը։ Նրանք որոշեցին, այնուամենայնիվ, տանել հիվանդին, հաշվի առնելով վիճակի ծանրությունը։ Մարինեին Լոնին դուրս ուղեկցեց ոստիկանությունը, որը շուտով հասավ։ Նրանք ցուցմունք տվեց։ Ին հանձնեցին նախնական ապացույցները։ Բայց գիտեին, որ սա դեռ սկիզբն էր։ Տիկին Հելենը փրկված էր։ Բայց արդարության համար պայքարը նոր էր սկսվում։ Աստղիկ բժշկական կենտրոնը Երանի հարավային մասում լուռ էր այդ լուսադեմին։ Մարինեն վեր ու վար էր անում վերակենդանացման բաժանմունքի միջանցքում, աչքերը կարմրած հոգնածությունից ու անհանգստությունից։ Լոնը նստած էր կոշտ պլաստմասե աթոռին, գլուխը հենած պատին, փորձելով հանգստանալ, բայց չկարողանալով։ Արդեն գրեթե առավոտյան 4-ն էր, երբ բժիշկը վերջապես դուրս եկավ կրկնակի դռներից, հանելով վիրաբուժական դիմակը դեմքից։ Մարինեն անմիջապես ոտքի կանգնեց, սիրտը արագ բաբախելով։ Բժիշկ, ինչպե՞ս է նա։ Բժիշկը, միջին տարիքի, խորը պարկերով մի մարդ, հոգոց հանեց պատասխանելուց առաջ։ Նրա վիճակը կայուն է, բայց ծանր։ Արյան մեջ հանգստացնողների չափազանց բարձր մակարդակ են գտել, բացի այդ, թերսնման ջրազրկման հստակ նշաններ։ Եթե մի քանի ժամ ուշ բերեիք, գուցե չկարողանայինք փրկել։ Մարինեն զգաց, որ արցունքները կուտակվում են, բայց զսպեց։ Նա կապաքինվի։ Համապատասխան բուժմամբ։ Այո։ Բայց ժամանակ կպահանջվի։ Եվ վիրահատության կարիք կլինի։ Աղիքային անանցանելիություն կա, որը պետք է շտապ վերացնել։ Առանց վիրահատության կանխատեսումը շատ վատ է։ Ուրեմն արեք վիրահատությունը։ Բժիշկը տատանվեց։ Այդքան էլ հեշտ չէ։ Մեզ անհրաժեշտ է օրինական պատասխանատուի թույլտվությունը։ Փորձեցինք կապ հաստատել որդու հետ, բայց չկարողացանք։ Իսկ նրա հարսը, որը ներկայանում է որպես պատասխանատու, հրաժարվում է թույլատրել որևէ միջամտություն։ Մարինեն զգաց, թե ինչպես արյունը եռաց։ Նա չի կարող դա անել։ Տիկին Հելենի վիճակը կվատանա։ Գիտեմ։ Բայց օրենքով իմ ձեռքերը կապված են։ Եթե չկարողանանք կապ հաստատել որդու հետ կամ դատական միջամտություն չլինի, չեմ կարող վիրահատել։ Մարինեն հիվանդանոցից դուրս եկավ նոր վճռականությամբ։ Միայն ապացույցներ ունենալը բավարար չէր։ Պետք էր հասնել Ռոբերտ Բարսեղյանին, Հելենի որդուն, ստիպել, որ նա իմանա ամեն ինչ։ Բայց ինչպես գտնել նրան։ Բեատրիսը վերահսկում էր հաղորդակցության բոլոր ձերը։ Հելենի տված համարը չէր աշխատում։ Իսկ ժամանակը սպառվում էր։
Լոնն էր, որ գաղափար տվեց. «Քույրիկ, հիշում ես մատուցողուհուն»։ Կարինեին։ Նա տարիներ շարունակ այնտեղ է աշխատել։ Գուցե նա մի բան գիտի, որ մենք չգիտենք։ Մարինեն վերցրեց հեռախոսը, զանգեց Կարինեի համարին։ Աղջիկը պատասխանեց երրորդ զանգին, ձայնը վախեցած։ Ալո։ Կարինե, Մարինեն է։ Քո օգնությունն է պետք։ Պետք է գտնեմ Ռոբերտ Բարսեղյանին, տիկին Հելենի որդուն։ Որը տեղեկություն ունես։ Ցանկացած բան։ Մյուս կողմում լռություն տիրեց։ Հետո Կարինեն ցածրաձայն խոսեց. «Մի բան կա։ Մի անգամ տեսա խոհարարուհուն, տիկին Իրինային, խոսում էր տիկին Հելենի հետ։ Նրանք մտերիմ էին։ Տիկին Իրինան այնտեղ ավելի քան 20 տարի է աշխատում։ Եթե որը մեկը գիտի, թե ինչպես խոսել Ռոբերտի հետ, դա նա է։ Նրա կոնտակտներն ունես։ Ունեմ։ Բայց նա վախենում է։ Վախենում է կորցնել աշխատանքը, վախենում է տանտիրուհուց։ Չգիտեմ, կցանկանա օգնել։ Փորձիր ինձ համար, Կարինե։ Խնդրում եմ։ Տիկին Հելենի կյանքը դրանից է կախված։ Մի քանի ժամ անց Մարինեի հեռախոսը զանգեց։ Անծանոթ համար էր։ Ալո։ Մյուս կողմի ձայնը հասուն էր, հոգնած։ Իմ անունը Իրինա է։ Կարինեն պատմեց ինձ, թե ինչ է կատարվում։ Ես երկար տարիներ աշխատում եմ Բարսեղյանների տանը։ Շատ բան եմ տեսել։ Բաներ, որոնք ոչ ոք չպետք է տեսնի։ Տիկին Իրինա, ես պետք է խոսեմ Ռոբերտի հետ։ Նրա մայրը հիվանդանոցում է, շտապ վիրահատության կարիք ունի, իսկ Բեատրիսը խոչընդոտում է ամեն ինչ։ Գիտեմ։ Այդ կինը սատանա է մարդու կերպարանքով։ Երբ նա մտավ այդ տուն, ամեն ինչ փոխվեց։ Ռոբերտը լավ մարդ է, բայց կույր է։ Նա այնպես է մանիպուլացնում նրան, որ խղճալի է։ Դուք գիտեք, թե ինչպես կարող եմ խոսել նրա հետ։ Իրինան տատանվեց։ Գիտեմ։ Բայց վտանգավոր է։ Եթե նա իմանա, որ ես եմ օգնել, ամեն ինչ կկորցնեմ։ Դուստրս համալսարանում է սովորում, վճարելու հաշիվներ ունեմ։ Ես հասկանում եմ, տիկին Իրինա։ Բայց դուք միակ հույսն եք, որ տիկին Հելենն ունի։ Նորից լռություն տիրեց։ Այնուհետ Իրինան խոսեց. Տիկին Հելենի սենյակում մի տուփ կա։ Հին փայտե տուփ, թաքցրած կեղծ պատի հետում, զգեստապահարանի մոտ։ Այդ տուփի մեջ փոքրիկ պահարան կա։ Գաղտնաբառը Ռոբերտի ծննդյան օրն է, 03-11-73։ Պահարանի մեջ կարոր փաստաթղթեր կան մի թուղթ լա անձնական իրական համարով, որը նա օգտագործում է միայն արտակարգ իրավիճակների համար։ Տիկին Հելենը դա պահել է, մինչ սենյակում փակվել է։ Ինչպես մտնեմ տուն։ Ինձ դուրս են վռնդել։ Ես կարող եմ օգնել։ Վաղը կեսօրին տանտիրուհին գնալու է բարեգործական միջոցառման։ Նա միշտ գնում է։ Դա միակ ժամանակն է, երբ տունն ավելի դատարկ է լինում։ Խոհանոցի դուռը բաց կթողնեմ։ Բայց պետք է արագ լինի։ Անվտանգության աշխատակիցները դեռ բարեկություն են անում։ Մարինեն խեղդված ձայնով շնորհակալություն հայտնեց։ Հաջորդ օրը, ճիշտ ժամը 3-ին, նա Լոնը նորից կենտրոնում էին։ Մարինեի սիրտը այնքան ուժեղ էր բաբախում, որ կարծես դուրս էր թռչելու կրծքից։ Նրանք մտան խոհանոցի դռնով, ինչպես Իրինան խոստացել էր։ Խոհարարուհին այնտեղ էր, գազօջախի մոտ ինչ-որ բան էր պատրաստում, բայց լուր ժեստով ցույց տվեց աստիճանները։ Արագ։ Նա 2 ժամից կվերադառնա։ Մարինեն վազելով բարձրացավ, Լոնը նրա հետից։ Նրանք մտան Հելենի սենյակ, որն այժմ դատարկ էր ավելի տխուր առանց տարեց կնոջ ներկայության։ Մարինեն ուղիղ գնաց դեպի զգեստապահարան, փնտրելով կեղծ պատը։ Մի քանի րոպե տեց, մինչ գտավ։ Դա փայտե վահանակ էր, որը շարժվում էր, երբ ճիշտ անկյունում սեղմում էիր։ Նրա հետում պատի մեջ ներկառուցված, փորագրված փայտե փոքրիկ տուփ կար։ Մարինեն զգուշությամբ քաշեց այն, բացեց։ Ներսում թվային պահարան էր։ Հավաքեց գաղտնաբառը, որը Իրինան էր ասել։ Պահարանը ազդանշան տվեց, բացվեց։ Այնտեղ ճշմարտությունների գանձ էր։ Հին նամակներ, ընտանիքի բնօրինակ փաստաթղթեր, կտակների պատճեններ, դեղնած լուսանկարներ։
Եվ ամենակարևորը սպիտակ ծրար Հելենի դողացող ձեռագրով։ Իմ որդի Ռոբերտին, եթե ինձ հետ ինչ-որ բան պատահի։ Մարինեն բացեց ծրարը։ Ներսում 2 ձեռագիր թերթ էր, որտեղ Հելենը նկարագրում էր ամեն ինչ։ Բռնությունները, մանիպուլյացիաները, սպառնալիքները, դեղերի փոփոխությունները։ Եվ վերջում հեռախոսահամար Ֆրանսիայի երկրի կոդով։ Նա վերցրեց հեռախոսը, ձեռքերը դողում էին, հավաքեց համարը։ Զանգը գնաց 1 անգամ, 2 անգամ, 3։ Այնուհետ մի տղամարդու հոգնած ձայն պատասխանեց հայերեն, թեթակի ֆրանսիական առոգանությամբ։ Ալո։ Մարինեն խորը շունչ քաշեց։ Պարոն Ռոբերտ Բարսեղյան։ Այո, ով է խոսում։ Իմ անունը Մարինե Հովսեփյան է։ Ես խնամել եմ ձեր մորը։ Պարոն, դուք պետք է մի շատ լուրջ բան իմանաք։ Ձեր մայրը հիվանդանոցում է, ծանր վիճակում, ձեր կինը խոչընդոտում է, որ նա ստանա անհրաժեշտ բուժումը։ Մյուս կողմում լռություն տիրեց։ Ինչ։ Ինչպես թե։ Ես երեկ խոսել եմ մորս հետ։ Նա ասաց, որ լավ է, պարզապես հոգնած։ Դա ձեր մայրը չի պատասխանել, պարոն Ռոբերտ։ Ձեր կինն է։ Նա օգտագործում է տիկին Հելենի հեռախոսը, ծանում է նրա տեղը, ձեզ խաբված պահելով նրա իրական վիճակի մասին։ Սա անհեթեթություն է։ Ինչ եք կարծում, ով եք դուք, որ նման մեղադրանք անեք։ Մարինեն զգաց, որ հրատապությունը սեղմում է կուրծքը։ Պարոն, ես ապացույցներ ունեմ։ Ձայնագրություններ, փաստաթղթեր, ձեր մոր օրագիրը։ Ամեն ինչ։ Ձեր կինը թմրեցնում է տիկին Հելենին, նրան փակված պահում, ծրագրում է նրան անգործունակ ճանաչել տալ տիրանալ ընտանիքի ունեցվածքին։ Դուք պետք է վերադառնաք Հայաստան։ Հիմա։ Ռոբերտի ձայնը տատանվեց։ Ապացույցներ։ Ինչ տեսակի ապացույցներ։ Մարինեն սկսեց արագ նկարագրել ամեն ինչ։ Ֆլեշ կրիչի ձայնագրությունները, Բեատրիսի բժշկի միջ խոսակցությունները, կեղծված փաստաթղթերը, թաքցրած տուփը, Հելենի սարսափելի վիճակը, երբ նրան հիվանդանոց տարան։ Նա խոսում էր անդադար, հուսահատությամբ, իմանալով, որ դա միակ հնարավորությունն է։ Ռոբերտը երկար վայրկյաններ լուռ մնաց։ Մարինեն լսում էր նրա ծանր շնչառությունը, շոկի մարսումը։ Վերջապես նա խոսեց, ձայնը կոտրված։ Մայրս իսկապես հիվանդանոցում է։ Այո, պարոն։ Աստղիկ բժշկական կենտրոնում։ Եվ նրան շտապ վիրահատություն է պետք։ Բայց ձեր կինը, որ պես օրինական պատասխանատու, հրաժարվում է թույլատրել։ Տիկին Հելենի վիճակը կվատանա, եթե ոչինչ չարվի։ Աստված իմ։ Ես վստահում էի նրան։ Լիովին վստահում էի։ Ինչպես կարող էի այդքան կույր լինել։ Դուք չէիք կարող իմանալ։ Նա շատ խելացի է։ Շատ հաշվենկատ։ Ռոբերտը խորը շունչ քաշեց։ Ես կվերադառնամ։ Առաջին իսկ չվերթով։ Բայց ինձ այդ ապացույցներն են պետք։ Բոլորը։ Կարող եք ինձ ուղարկել։ Այո։ Հենց հիմա ամեն ինչ կուղարկեմ էլեկտրոնային փոստով։ Եվ Մարինե, մի բան։ Ես չեմ կարող վերադառնալ որպես Ռոբերտ։ Եթե նա իմանա, որ Հայաստանում եմ, ամեն ինչ կկործանի, ապացույցները կանհետացնի, վկաներին կսպառնա։ Ես պետք է հասնեմ աննկատ։ Պետք է իմ աչքերով տեսնեմ, թե ինչ է կատարվում իմ տանը։ Մարինեն անմիջապես հասկացավ։ Դուք որևէ գաղափար ունեք, թե ինչպես դա անել։ Ունեմ։ Ընկերությունը պայմանագիր ունի էլեկտրական սպասարկման ծառայություն մատուցողի հետ։ Նրանք տուն մտնում դուրս են գալիս հաճախակի։ Բեատրիսը նույնիսկ չի նայում այդ աշխատակիցներին։ Նա նրանց վերաբերվում է որպես անտեսանելիների։ Ես կձանամ, թե նրանցից մեկն։ Մարինեն հույսի նշույլ զգաց։ Դա կարող է ստացվել։ Ես այստեղից ամեն ինչ կկազմակերպեմ։ Երի 2 օր կտի, մինչ կարողանամ հասնել։ Այդ ընթացքում ինձ պետք է, որ դուք հետեք հիվանդանոցին։ Թույլ մի տվեք, որ մորս հետ ինչ-որ բան անեն։ Ես կկազմակերպեմ դատական որոշում, որպեսզի ժամանակավորապես ստանձնեմ նրա օրինական պատասխանատվությունը։ Փաստաբաններ ունեմ, որոնք կարող են դա արագ անել։ Կարող եք վստահ լինել։ Ես նրա հետ կլինեմ։
Եվ Մարինե, շնորհակալ եմ։ Շնորհակալ եմ, որ չհանձնվեցիք մորս համար, երբ այդքան ավելի հեշտ կլիներ պարզապես անտեսել։ Մարինեն անջատեց հեռախոսը արցունքներն աչքերին։ Նրա կողքին Լոնը ժպտում էր։ Մեզ մոտ ստացվեց, քույրիկ։ Մեզ մոտ ստացվեց։ Նրանք առանձնատնից դուրս եկան նույն կերպ, ինչպես մտել էին արագ աննկատ։ Իրինան նրանց սպասում էր խոհանոցում։ Ստացվեց։ Այո։ Նա վերադառնում է։ Եվ արդարություն է հաստատելու։ Իրինան փակեց աչքերը լուռ աղոթք մրմնջաց։ Փառք Աստծո։ Այդ կինը պետք է վճարի իր արածի համար։ Հաջորդ 2 օրերը հույզերի հորցանուտ էին։ Մարինեն գրեթե ապրում էր հի վանդանոցում, քնում անհարմար աթոռների վրա, ուտում այն, ինչ կարողանում էր գնել ավտոմատներից, բայց միշտ հետում էր Հելենին։ Տարեց կինը դեռ հանգստացնողների տակ էր, բայց բժիշկներն ասում էին, որ նա լավ է արձագանքում նախնական բուժմանը։ Վիրահատությունը, սակայն, այլս չէր կարող սպասել։ Բեատրիսը 2 անգամ հայտնվեց հիվանդանոցում։ Առաջին անգամ փորձեց համոզել բժիշկներին Հելենին տեղափոխել մասնավոր կլինիկա, որտեղ ավելի շատ վերահսկողություն կունենար։ Բժիշկները, զգուշացված Մարինեի գործի անհամապատասխանությունների կողմից, մերժեցին։ Երկրորդ անգամ Բեատրիսը փորձեց ուղղակիորեն դիմակայել Մարինեին։ Դու շարունակում ես խառնվել այնտեղ, որտեղ քեզ չեն կանչել։ Սա շատ վատ կվերջանա քեզ համար։ Մարինեն առանց վախի նայեց նրան։ Միակ բանը, որ վատ կվերջանա, նրա համար է, ով վնասել է անպաշտպան տարեց կնոջը։ Բեատրիսը ժպտաց, սառցե ժպիտով։ Դու գաղափար չունես, թե ում հետ ես գործ բռնել։ Բայց ես ունեմ։ Եվ շուտով շատ մարդիկ էլ կիմանան։ Բեատրիսը զայրացած հեռացավ, կրունկների ձայնը արձագանքում էր միջանցքում։ Մարինեն գիտեր, որ գազանին գրգռել է, բայց դա նրան չէր հուզում։ Ռոբերտը ճանապարհին էր։ Եվ նրա հետ կգար ճշմարտությունը։ Երրորդ օրը առավոտյան Մարինեն հաղորդագրություն ստացավ անծանոթ համարից։ Հա սա։ Հիմա գնում եմ տուն։ Կապի մեջ եղիր։ Դա Ռոբերտն էր։ Մարինեն պատկերացրեց տեսարանը։ Հարուստ հզոր մի մարդ, հագած էլեկտրիկի համազգեստ, սաղավարտ, կեղծ մորուք, շրջում է սեփական տանը, կնոջ կողմից չճանաչվելով։ Դրանում ինչ-որ թատերական բան կար, բայց նա բանաստեղծական արդարություն։ Ռոբերտը առանձնատուն մտավ որպես լույս Հայ էլեկտրոծառայություն ընկերության էլեկտրիկ, որն իսկապես ծառայություններ էր մատուցում բնակավայրին։ Բեատրիսը հյուրասենյակում էր, հեռախոսով, ինչ-որ մեկի հետ քննարկում էր դատական գործընթացների մասին։ Նա հազիվ նայեց նրան, երբ նա ներս մտավ։ Բարի լույս, տիկին։ Եկել եմ ստուգելու երկրորդ հարկի էլեկտրական մասը։ Անկայունության մասին են հայտնում։ Բեատրիսը անփույթ ժեստ արեց ձեռքով, նույնիսկ աչքերը չբարձրացնելով հեռախոսից։ Արա ինչ պետք է անես ու կորի այստեղից։ Ռոբերտը բարձրացավ աստիճաններով, սիրտը կուրծքը ջեղք։ Ում էր։ Այդ տան ամեն սենյակ ծանոթ էր, բայց մինույն ժամանակ ամեն ինչ այլ էր թվում։ Մի սառնություն կար, ճնշման զգացում, որը նա երբեք չէր նկատել։ Հասավ մոր սենյակ սրտում սեղմում զգաց։ Սենյակն այժմ դատարկ էր, բայց նշանները բոլորն այնտեղ էին։ Առանց մաքուր սավանների մահճակալը, բորբոսի հոտը, լույսն արգելափակող ծանր վարագույրները, դեղերի տուփը գիշերասեղանին։ Նա վերցրեց տուփը, լուսանկարեց սպիտակները։ Հետո բացեց դարակները, գտավ բժշկական դեղատոմսեր։ Լուսանկարեց ամեն ինչ։ Նորից իջավ, հեռախոսը ձեռքում թաքցրած, սկսեց ձայնագրել։ Շրջեց տանով մեկ, ծածնելով, թե ստուգում է վարդակները, անջատիչները, բայց իրականում ձայնագրում էր խոսակցություններ։ Բեատրիսը նորից հեռախոսով էր, այս անգամ մեկի հետ, որը կարծես բժիշկ Մովսես Մանուկյանն էր։ Այո, գիտեմ, որ նա հիվանդանոցում է։ Բայց ոչ մի վիրահատություն չեմ թույլատրում։ Որքան երկար նա թուլացած մնա, այնքան լավ մեզ համար։ Այո, անգործունակ ճանաչելու գործընթացը գրեթե պատրաստ է։ Մնում է միայն դատավորի ստորագրությունը։ Երբ դա լինի, ամեն ինչ իմ անունով կլինի։ Դու ո բաժինը կստանաս, կարող ես հանգիստ լինել։ Ռոբերտը զգաց, թե ինչպես է լեղին բարձրանում կոկորդում։ Ճիշտ էր։ Ամեն ինչ, ինչ Մարինեն ասել էր, ճիշտ էր։ Շարունակեց ձայնագրել։
Բեատրիսս երկու զանգ արեց։ Առաջինում քննարկում էր ինչ-որ մեկի հետ հին աշխատակցին լուռ մնալու համար վճարելու մասին։ Երկրորդում քողարկված սպառնում էր մեկին, որը կարծես վկա էր։ Ռոբերտը տնից դուրս եկավ 2 ժամ անց, հեռախոսը լի ձայնագրություններով, լուսանկարներով, ապացույցներով։ Ուղիղ գնաց իր փաստաբանների գրասենյակ Երանի կենտրոնում։ Ամեն ինչ դրեց սեղանին, ասաց. «Ուզում եմ, որ այս կինը հեռու լինի մորիցս։ Ուզում եմ, որ նրան դատեն։ Արդարություն եմ ուզում»։ Փաստաբաններն արագ աշխատեցին։ 48 ժամվա ընթացքում նրանք ունեին դատական որոշում, որը Բեատրիսին զրկում էր Հելենի օրինական պատասխանատու լինելուց բոլոր լիազորությունները փոխանցում Ռոբերտին։ Նրանք նա պաշտոնական բողոք ունեին նրա բժիշկ Մովսես Մանուկյանի դեմ վատ վերաբերմունքի, ապօրինի ազատազրկման, փաստաթղթեր կեղծելու յուրացման համար։ Ռոբերտն անձամբ գնաց հիվանդանոց։ Թույլատրելու վիրահատությունը։ Մարինեն այնտեղ էր, Հելենի մահճակալի կողքին, երբ նա ներս մտավ։ Նա անմիջապես ճանաչեց նրան, նույնիսկ առանց քողարկման։ Նա բարձրահասակ էր, ուներ մոր նույն բարի աչքերը, բայց հիմա դրանք կարմրած ու այտուցված էին։ Մարինե, վերջապես անձամբ ծանոթացանք։ Նույնիսկ չգիտեմ, ինչպես շնորհակալություն հայտնել։ Շնորհակալություն հայտնելու կարիք չկա։ Արել եմ այն, ինչ ցանկացած մարդ պետք է աներ։ Բայց դուք վտանգի եք ենթարկել ամեն ինչ։ Ձեր անվտանգությունը, ձեր աշխատանքը, ամեն ինչ։ Մի մարդու համար, ում նույնիսկ չէիք ճանաչում։ Մարինեն նայեց Հելենին, որը դեռ քնած էր։ Ճանաչում էի։ Ճանաչում էի նրա տառապանքը։ Եվ չէի կարող անտեսել։ Ռոբերտը բռնեց մոր ձեռքը, լաց եղավ։ Նստեց մահճակալի կողքին, այնտեղ մնաց, լուռ, երկար րոպեներ։ Հետո շրջվեց դեպի Մարինեն։ Վիրահատությունը վաղն առավոտյան կլինի։ Բժիշկները վստահ են։ Նա կապաքինվի։ Փառք Աստծո։ Իսկ ինչ վերաբերում է Բեատրիսին, ես նրան հանդիպման կհրավիրեմ։ Տան գրասենյակում։ Ուզում եմ անձամբ դիմակայել նրան։ Ուզում եմ, որ նա իմանա, որ եսա։ Մեն ինչ գիտեմ։ Եվ ուզում եմ, որ նա վճարի յուրաքանչյուր վայրկյանի տառապանքի համար, որ պատճառել է մորս։ Մարինեն գլխով արեց։ Ժամանակն էր, որ ճշմարտությունը բացահայտվեր։ Ժամանակն էր, որ արդարությունը հաղթանակեր։ Հաջորդ օրը Հելենին վիրահատության տարան։ Մարինեն Ռոբերտը միասին սպասեցին սպասասրահում, խմելով ավտոմատի վատ սուրճ, խոսելով կյանքի, ընտրությունների, զղջումների մասին։ Ռոբերտը պատմեց, թե ինչպես է ծանոթացել Բեատրիսի հետ գործարար միջոցառման ժամանակ, ինչպես է գայթակղվել նրա էլեգանտությամբ ու խելքով, ինչպես երբեք չի կասկածել նրա իրական մտադրություններին։ Նա այնքան համոզիչ էր։ Այնքան կատարյալ։ Իսկ ես մենակ էի, հոգնած այդքան շատ աշխատելուց։ Մայրս սկզբում փորձեց զգուշացնել ինձ, գիտեք։ Բայց ես չցանկացա լսել։ Մտածեցի, որ դա պարզապես մայրական խանդ է, որդուն կորցնելու վախ։ Ինչքան էի սխալվում։ Դուք չէիք կարող իմանալ։ Նման մարդիկ խաբելու մասնագետներ են։ Բայց ես պետք է ավելի ուշադիր լինեի։ Պետք է ավելի հաճախ այցելեի, ավելի հաճախ զանգեի, կասկածեի, երբ մայրս տեսազանգերի ժամանակ միշտ հոգնած էր թվում։ Մարինեն ձեռքը դրեց նրա ուսին։ Կարևորն այն է, որ հիմա դուք այստեղ եք։ Եվ ճիշտ բանն եք անելու։ Վիրահատությունը տեց 4 ժամ։ Երբ բժիշկը վերջապես դուրս եկավ, ժպտում էր։ Ամեն ինչ լավ անցավ։ Կարողացանք վերացնել անանցանելիությունը։ Նրան մի քանի օր ինտենսիվ խնամք կպահանջվի, բայց կանխատեսումը հիանալի է։ Ռոբերտը թեթացած գրկեց Մարինեին։ Լոնը, որը քիչ առաջ էր եկել, նույնպես ուրախացավ։ Հիմա Բեատրիսի հետ հաշիվները մաքրելու ժամանակն էր։ Ռոբերտը հանդիպումը նշանակեց հաջորդ օրը, առավոտյան 10-ին, առանձնատան գրասենյակում։ Ասաց միայն, որ պետք է քննարկեն հրատապ ֆինանսական հարցեր։ Բեատրիսը ճիշտ ժամանակին ժամանեց, էլեգանտ, ինչպես միշտ, բայց դեմքին թեթակի լարված արտահայտությամբ։ Նա գիտեր, որ ինչ-որ բան այն չէ, բայց չէր պատկերացնում այն աղետի չափը, որը պատրաստվում էր փլվել իր գլխին։ Ռոբերտը նստած էր սեղանի հետում, լուրջ։ Նրա կողքին 2 փաստաբան, մի դատական կատարածու։ Սեղանի վրա փաստաթղթերի կույտեր, բաց նոութբուք, ձայնագրիչ։
Բեատրիսը ներս մտավ, կանգ առավ, աչքերը վազեցնելով սենյակով մեկ։ Ինչ է սա, Ռոբերտ։ Կարծում էի, դու դեռ Եվրոպայում ես։ 3 օր առաջ եմ վերադարձել։ Եվ շատ հետաքրքիր բաներ եմ բացահայտել։ Նրա ձայնի տոնը կտրուկ էր, զուսպ։ Բեատրիսը դանդաղ նստեց, փորձելով պահպանել հանգստությունը։ Ինչի՞ մասին ես խոսում։ Ռոբերտը բացեց նոութբուքը, էկրանը շրջեց դեպի նա։ Սկսեց միացնել ֆլեշ կրիչի ձայնագրությունները։ Խոսակցությունները բժշկի հետ։ Դեղաչափերի մասին քննարկումները։ Աշխատակցուհիներին ուղղված սպառնալիքները։ Բեատրիսը գունատվեց։ Որտեղից ես դա վերցրել։ Մեկից, ով մորս մասին ավելի շատ է հոգում, քան իր հարսը։ Մեկից, ով համարձակություն ունեցավ ամեն ինչ վտանգի ենթարկել, ճիշտ բանն անելու համար։ Այնուհետ նա ցույց տվեց կեղծված փաստաթղթերի լուսանկարները, ձայնագրությունները, որոնք ինքն էր արել տանը, փոփոխված բժշկական դեղատոմսերը։ Ամեն ինչ մեկ առ մեկ դրեց նրա առաջ, ինչպես խաղաթղթեր պոկերի խաղում, որտեղ նա հաղթող ձեռք ուներ։ Բեատրիսը փորձեց պաշտպանվել, փորձեց պնդել, որ ամեն ինչ թյուրիմացություն է, որ նա պարզապես խնամում էր սկեսրոջը, որ աշխատակիցները ստում են։ Բայց Ռոբեր տեղ չտվեց։ Դու մորս փակված ես պահել։ Թմրեցրած։ Մեկուսացրած։ Պատասխանել ես իմ հաղորդագրություններին, ծանալով նրա տեղը։ Ծրագրել ես նրան անգործունակ ճանաչել տալ, գողանալու համար այն, ինչ իրենն է։ Եվ քիչ մնաց նրան կյանքից զրկեիր։ Բեատրիսը զայրացած ոտքի կանգնեց։ Դու չես կարող դրանցից ոչինչ ապացուցել։ Կարող եմ։ Եվ արդեն ապացուցել եմ։ Դատական որոշում կա, որը քեզ զրկում է մորս վերաբերյալ որևէ որոշում կայացնելուց։ Քրեական գործ է հարուցվում քո դեմ վատ վերաբերմունքի, ապօրինի ազատազրկման խարդախության համար։ Եվ նա ամուսնալուծության հայց է ներկայացվում հենց այսօր։ Բեատրիսի դեմքը ծամածրվեց։ Զայրույթի, վախի, հուսահատության խառնուրդ։ Դու դա չես անի։ Արդեն արել եմ։ Փաստաբանները նրան հանձնեցին փաստաթղթերը։ Դատական ծանուցագրեր, հեռացման պահանջներ, ամուսնալուծության պայմաններ։ Ամեն ինչ պաշտոնական, կնքված, ստորագրված։ Բեատրիսը փորձեց վիճել, փորձեց սպառնալ, բայց հասկացավ, որ անկյուն է քշված։ Ոտքի կանգնեց, վերցրեց փաստաթղթերը առանց այլս ոչինչ ասելու դուրս եկավ սենյակից, կրունկները միջանցք։ Ում արձագանքում էին կրակոցների պես։ Ռոբերտը մնաց այնտեղ, նստած, խորը շնչելով։ Նա դողում էր, ոչ թե վախից, այլ զսպված զայրույթից։ Մի քանի րոպե տեց, մինչ ուշքի եկավ։ Փաստաբաններից մեկը ձեռքը դրեց նրա ուսին։ Դու ճիշտ բանն արեցիր։ Հուսով եմ։ Հուսով եմ, որ մայրս կկարողանա ապաքինվել այս ամենից։ Կկարողանա։ Եվ այս անգամ նա քեզ կունենա իր կողքին։ Այդ կեսօրին Ռոբերտը գնաց հիվանդանոց։ Հելենն արդեն արթուն էր, դեռ թույլ, բայց գիտակից։ Երբ տեսավ որդուն սենյակ մտնող, աչքերը լցվեցին արցունքներով։ Որդիս։ Դու վերադարձար։ Ռոբերտը ծնկի իջավ մահճակալի կողքին, բռնեց նրա ձեռքը, լաց եղավ։ Ներիր ինձ, մամ։ Ներիր, որ չնկատեցի։ Որ այստեղ չէի։ Որ թույլ տվեցի, որ սա անեն ձեզ հետ։ Հելենը շոյեց նրա դեմքը։ Դու չգիտեիր, որդիս։ Նա շատ խելացի էր։ Բայց հիմա դու այստեղ ես։ Եվ ամեն ինչ լավ է։ Մարինեն դիտում էր դռնից, զուսպ, հուզված։ Լոնը նրա կողքին էր, նույնպես խոնավ աչքերով։ Ռոբերտը շրջվեց դեպի նա։ Մարինե, արի այստեղ։ Նա ամաչկոտ մոտեցավ։ Մայրս ինձ ամեն ինչ պատմեց։ Պատմեց, թե ինչպես ես խնամել իրեն։ Ինչպես ես ամեն ինչ վտանգի ենթարկել, ինչպես չես հանձնվել, նույնիսկ երբ քեզ վռնդել սպառնացել են։ Բառեր չունեմ շնորհակալություն հայտնելու։ Ես պարզապես արել եմ այն, ինչ ճիշտ էր։ Հելենը բռնեց Մարինեի ձեռքը։ Դու ինձ փրկեցիր, աղջիկս։ Ինձ ապրելու երկրորդ հնարավորություն տվեցիր։ Եվ դրա համար ես ուզում եմ քեզ մի առաջարկ անել։ Ուզում եմ, որ դու լինես մորս պաշտոնական ուղեկցորդը։ Արժանապատիվ աշխատավարձով, բնակարանով, ամեն ինչով։
Դու եղբայրդ կարող եք տեղափոխվել առանձնատուն։ Դուք ավելի լավ կյանքի եք արժանի։ Մարինեն նայեց Լոնին, որը ժպտում էր։ Նայեց Հելենին, որը գլխով էր անում։ Նայեց Ռոբերտին, որը նրան դիտում էր անկեղծ երախտագիտությամբ։ Ես համաձայն եմ։ Եվ այդպես, այդ հիվանդանոցի սենյակում, արցունքների ժպիտների միջ, սկսվեց մի նոր պատմություն։ Վերսկսման արդարության, լավ մարդկանց մասին, որոնք չեն հանձնվում, նույնիսկ երբ ամեն ինչ կորած է թվում։ Սիրո պատմություն, դեռ ոչ ռոմանտիկ, այլ մարդկության հանդեպ սիրո, կարեկցանքի, ճիշտն անելու համարձակության, նույնիսկ երբ դա դժվար է։ Եվ Մարինեն, տնա։ Ին աշխատողը, որն ապրում էր, զոհաբերելով իրեն ուրիշների համար, վերջապես գտավ մի վայր, որտեղ իրեն գնահատում, հարգում, սիրում էին։ Մի վայր, որտեղ նա կարող էր, վերջապես, նա հոգ տանել իր մասին։ Հաջորդ ամիսները խորը փոխակերպման ամիսներ էին։ Կենտրոնի առանձնատունը, որը նախկինում ճնշում սառնություն էր շնչում, սկսեց նորից կյանք ստանալ։ Ծանր վարագույրները փոխարինվեցին թեթ կտորներով, որոնք թույլ էին տալիս արի լույսին ներխուժել սենյակներ։ Պատուհանները բաց էին մնում, բերելով թարմ օդ այգու թռչունների երգը։ Հելենը, որն այնքան երկար ժամանակ փակված էր այդ մութ սենյակում, այժմ քայլում էր միջանցքներով դանդաղ, բայց ամուր քայլերով, հենվելով մերթ Մարինեին, մերթ Ռոբերտին։ Մարինեն Լոնը առանձնատուն տեղափոխվեցին օգոստոսյան մի կեսօրին։ Նրանք քիչ բան բերեցին, միայն համեստ կյանքի տարիների ընթացքում կուտակված ամենաանհրաժեշտը։ Մարինեին տրվեց ընդարձակ սենյակ երկրորդ հարկում, Հելենի սենյակի մոտ, հարմարավետ մահճակալով, ամուր փայտից հին զգեստապահարանով այգուն նայող պատուհանով։ Լոնը մնաց նույն միջանցքի մեկ այլ սենյակում, ավելի փոքր, բայց հարմարավետ, գրասեղանով, որտեղ կարող էր սովորել։ Նա ընդունվել էր մեխանիկայի տեխնիկական դասընթացների, Ռոբերտի խրախուսմամբ, որը ցանկանում էր օգնել երիտասարդին ավելի լավ ապագա կառուցել։ Տան առօրյան ամբողջությամբ փոխվեց։ Իրինան, խոհարարուհին, որն այնքան շատ բան էր վտանգել օգնելու համար, դարձավ տնտեսուհի, աշխատավարձի բարձրացմամբ տնային անձնակազմին վարձելու կառավարելու լիակատար ինքնավարությամբ։ Նա ընտրեց վստահելի մարդկանց, մասնագետների, որոնք աշխատանքին վերաբերվում էին արժանապատվությամբ հարգում էին տանտերերին, բայց նա հարգվում էին նրանց կողմից։ Հելենը օրեցօր ապաքինվում էր։ Վիրահատությունը հաջող էր անցել, պատշաճ խնամքի, հավասարակշռված սննդի, ամենակարևորը, առանց նրան թմրեցնող չափազանց մեծ դեղորայքի, նա նորից դարձավ այն ուժեղ պարզամիտ կինը, որը միշտ եղել էր։ Մարինեն ուղեկցում էր այդ ապաքինման յուրաքանչյուր քայլը, օգնելով ֆիզիոթերապևտների կողմից առաջարկվող ֆիզիկական վարժություններում, ժամերով խոսելով կյանքի, երազանքների, անցյալի ապագայի մասին։ Նրանց միջ խորը կապ հաստատվեց։ Հելենը Մարինեի մեջ տեսնում էր այն դստերը, որը երբեք չէր ունեցել, իսկ Մարինեն Հելենի մեջ տեսնում էր այն մայրական կերպարը, որը կորցրել էր այդքան վաղ։ Նրանք կեսօրներն անցկացնում էին այգում, նստած 100-ամյա թթենու ստվերի տակ, թեյ խմելով, պատմություններ կիսելով։ Հելենը պատմում էր իր երիտասարդության, այն մասին, թե ինչպես է ծանոթացել ամուսնուն, որն արդեն 10 տարի էր, մահացել էր, այն մասին, թե ինչպես են այդ հարստությունը կառուցել ազնիվ աշխատանքով նվիրումով։ Մարինեն իր հերթին խոսում էր պարզ մանկության, շուտ հեռացած ծնողների, Լոնի համար արված զոհաբերությունների մասին։ Քո սիրտը շատ մեծ է, Մարինե։ Չափազանց մեծ այս երբեմն այնքան դաժան աշխարհի համար։ Մարինեն ժպտաց, շաքարը խառնելով թեյի մեջ։ Ես սովորել եմ, որ պետք է բարություն անել, տիկին Հելեն։ Նույնիսկ եթե դա ընդամենը մեկ մարդու համար է։ Դա տարբերություն է ստեղծում։ Դա իմ կյանքում ամբողջ տարբերությունը ստեղծեց, աղջիկս։ Դու ինձ հույս տվեցիր, երբ ես այլս ոչ մի հույս չունեի։ Ռոբերտը հեռվից դիտում էր այդ խոսակց ությունները, հաճախ իր գրասենյակի պատուհանից։ Մարինեի մեջ ինչ-որ բան կար, որը խորապես հուզում էր նրան։ Դա միայն մորը փրկելու համար երախտագիտությունը չէր, թե դա հսկայական էր։ Դա այն ձն էր, թե ինչպես էր նա անկեղծորեն հոգ տանում մարդկանց մասին, ինչպես էր Հելենին վերաբերվում քնքշությամբ, համբերությամբ, ինչպես էր խրախուսում Լոնին սովորել երազել, ինչպես էր խոսում Իրինայի մյուս աշխատակիցների հետ, կարծես նրանք ընկերներ լինեին։ Մարինեն սեփական լույս ուներ, մի բարություն, որը կեղծ կամ շահադիտական չէր։ Այն իրական էր, մաքուր, հազվագյուտ։ Նա սկսեց պատրվակներ փնտրել նրա մոտ լինելու համար։ Հարցնում էր Հելենի առողջության, օրվա ընթացքի, որևէ բանի կարիք ունենալու մասին։
Սկզբում Մարինեն պաշտոնական էր պատասխանում, պահպանելով հարգալից հեռավորությունը տնօրենի աշխատողի միջ։ Բայց ժամանակի ընթացքում խոսակցությունները դարձան ավելի բնական, ավելի երկար, ավելի մտերմիկ։ Սեպտեմբերյան մի գիշեր Ռոբերտը ուշ տուն եկավ, հոգնած անվերջ հանդիպումներից։ Գտավ Մարինեին խոհանոցում, երիցուկի թեյ պատրաստելիս։ Նա Հելենին քնեցրել էր, չէր կարողանում քնել։ Դեռ արթո՞ւն ես։ Արդեն կեսգիշերն անց է։ Մարինեն վախեցած արագ շրջվեց։ Ահ, պարոն Ռոբերտ։ Չէի սպասում, որ այդքան ուշ կգաք։ Թեյ կուզեք։ Հենց նոր եմ պատրաստել։ Կուզեմ։ Եվ խնդրում եմ, կարող ես ինձ ուղղակի Ռոբերտ ասել։ Այդ պարոն բառը ինձ ծեր եմ զգում։ Նա ժպտաց, մեկ այլ բաժակ վերցնելով։ Լավ, Ռոբերտ։ Նրանք նստեցին խոհանոցի սեղանի շուրջ, կախովի լամպի մեղմ լույսի տակ։ Տունը լուռ էր, միայն պատի ժամացույցի տկտկոցը, պողոտայում մեքենաների հեռավոր ձայնը։ Ինչպես անցավ օրը։ Մայրս լավ է։ Հիանալի է։ Այսօր նա առանց օգնության քայլեց մինչ այգու դարպասը։ Հուզիչ էր տեսնել ուրախությունը նրա դեմքում։ Ռոբերտը ժպտաց, թեյը խառնելով։ Նա այնքան է փոխվել։ Նորից դարձել է այն, ինչ նախկինում էր։ Շնորհիվ քեզ։ Շնորհիվ Աստծո բժիշկների նա։ Ոչ, Մարինե։ Շնորհիվ քեզ։ Դու պարտավոր չէիր ոչինչ անել։ Կարող էիր պարզապես ընդունել գումարը, անել քո աշխատանքը հեռանալ։ Բայց դու ընտրեցիր հոգ տանել։ Ընտրեցիր ամեն ինչ վտանգի ենթարկել։ Մարինեն աչքերը խոնարհեց։ Ես չէի կարողան ապրել ինքս ինձ հետ, եթե անտեսեի նրա տառապանքը։ Եվ հենց դրա համար էլ դու յուրահատուկ ես։ Դու ունես մի բան, որը շատ մարդիկ կորցրել են, իսկական կարեկցանք։ Հարմարավետ լռություն տիրեց։ Ռոբերտը դիտում էր նրան, առաջին անգամ նկատելով նրա դեմքի մանրամասները։ Ազնիվ շագանակագույն աչքերը, աշխատանքից կոշտացած ձեռքերը, խաղաղ արտահայտությունը։ Այնտեղ մի գեղեցկություն կար, ոչ թե Բեատրիսի արհեստական ու հաշվենկատ գեղեցկությունը, այլ ինչ-որ անկեղծ, բնական բան։ Մարինե, կարող եմ քեզ անձնական հարց տալ։ Նա հայացքը բարձրացրեց։ Իհարկե։ Դու երբեք չես մտածել այլ բան անելու մասին։ Սովորել, այլ կարիերա հետապնդել։ Մարինեն հոգոց հանեց։ Մտածել եմ։ Միշտ մտածել եմ։ Բայց երբ ծնողներս հեռացան, ես ստիպված էի պարտականություններ ստանձնել։ Լոնը շատ փոքր էր, ինչ-որ մեկը պետք է աշխատեր։ Դպրոցը թողեցի միջնակարգ դասարաններում, սկսեցի մաքրություն անել, այդպես էլ եղավ։ Չեմ զղջում, որովհետև եղբորս եմ խնամել։ Բայց երբեմն մտածում եմ, թե ինչ կարող էր լինել։ Դեռ ուշ չէ, գիտես։ Դու դեռ երիտասարդ ես։ Կարող ես վերադառ։ Նալ սովորելու, անել այն, ինչ ուզում ես։ Գուցե մի օր։ Առայժմ ես երջանիկ եմ այստեղ։ Խնամելով տիկին Հելենին, տեսնելով եղբորս աճը։ Դա ավելին է, քան ես սպասում էի կյանքից։ Ռոբերտը հուզմունքի ալիք զգաց։ Այդ կնոջ մեջ այնքան արժանապատվություն կար, այնքան լուռ ուժ։ Նա իր կյանքում այնքան մարդկանց էր հանդիպել, հարուստ, հզոր, ազդեցիկ, բայց քչերն ունեին այն բնավորության հարստությունը, որն ուներ Մարինեն։ Շաբաթներն անցնում էին, նրանց միջ մտերմությունն աճում էր։ Ռոբերտը սկսեց ավելի հաճախ ճաշել տանը, նստելով սեղանի շուրջ Հելենի, Մարինեի Լոնի հետ։ Ճաշերը ուրախ էին, ամեն ինչի մասին խոսակցություններով, քաղաքականությունից մինչ ֆուտբոլ։ Լոնի Ռոբերտի միջ անսպասելի ընկերություն սկսվեց, գործարարը խորհուրդներ էր տալիս կարիերայի կյանքի մասին, իսկ երիտասարդը թարմ ազնիվ հայացք էր բերում աշխարհի վերաբերյալ։ Հելենը ամեն ինչ դիտում էր դեմքին ժպիտով։ Նա տեսնում էր, թե ինչ է կատարվում որդու Մարինեի մեջ, տեսնում էր, թե ինչպես է նա նայում նրան, ինչպես է փնտրում նրա ընկերակցությունը, ինչպես է ժպտում երբ նա սենյակ է մտնում։ Եվ տեսնում էր նա, թե ինչպես է Մարինեն, թե փորձում էր պահպանել հանգստությունը, սկսում է պատասխանել այդ զգացմունքներին։ Հայացքները մի փոքր ավելի երկար էին տում, ժպիտներն ավելի հաճախակի էին, խոսակցությունները ձգվում էին մինչ ուշ գիշեր։ Հոկտեմբերյան մի կեսօրին Հելենը Մարինեին կանչեց իր սենյակ, անձնական զրույցի։ Նստիր այստեղ, աղջիկս։
Ուզում եմ քեզ հետ մի բանի մասին խոսել։ Մարինեն հետաքրքրությամբ նստեց մահճակալի կողքի բազկաթոռին։ Այո, տիկին Հելեն։ Դու նկատել ես, որ որդիս հետաքրքրված է քեզնով։ Մարինեն զգաց, որ դեմքը կարմրում է։ Տիկին Հելեն, ես չգիտեմ, թե ինչի մասին եք խոսում։ Ինձ հետ ծածնելու կարիք չկա, սիրելիս։ Ես աչքեր ունեմ։ Եվ փորձ ունեմ։ Ես տեսնում եմ, թե ինչպես է նա նայում քեզ։ Եվ տեսնում եմ նա, թե ինչպես ես դու նայում նրան։ Մարինեն գլուխը խոնարհեց։ Ես գիտեմ, որ դա տեղին չէր լինի։ Նա իմ տնօրենն է, ես այստեղ եմ աշխատում։ Տարօրինակ կլիներ, բարդ կլիներ։ Հիմարություն։ Որդիս ազատ է։ Դու ազատ ես։ Եվ դուք երկու հիանալի մարդ եք, որոնք հարգում հիա։ Նում են միմյանցով։ Ինչու դա սխալ կլիներ։ Որովհետև ես բոլորովին այլ աշխարհից եմ։ Ես տնային աշխատող եմ, նա հարուստ գործարար։ Մարդիկ կխոսեն, կդատեն։ Հելենը բռնեց Մարինեի ձեռքը։ Աղջիկս, ես կյանքում սովորել եմ, որ իսկական սերը հազվադեպ է։ Շատ հազվադեպ։ Եվ երբ այն հայտնվում է, պետք է ամուր բռնել, անկախ նրանից, թե ինչ կասեն ուրիշները։ Ռոբերտն ամուսնացած էր մի կնոջ հետ, որը թղթի վրա ամեն ինչ ուներ՝ գեղեցկություն, կրթություն, սոցիալական դաս։ Եվ տես, թե ինչ եղավ։ Նա ներսից փտած էր։ Դու, ընդհակառակը, ունես մի բան, որը ոչ մի գումարով չես գնի՝ բարի սիրտ։ Եվ հենց դա է կարևորը։ Մարինեն զգաց, որ աչքերը խոնավանում են։ Բայց եթե չստացվի։ Եթե ես նրա համար բավարար չլինեմ։ Դու արդեն ավելին ես, քան բավարար։ Եվ նա դա գիտի։ Պարզապես վախենում է քեզ վախեցնել, որ դու կմտածես, թե նա օգտվում է իր դիրքից։ Բայց ես ճանաչում եմ որդուս։ Նա իսկապես հիանում է քեզնով։ Իսկապես հարգում է քեզ։ Մի հնարավորություն տուր ձեզ, Մարինե։ Մի հնարավորություն տուր երջանկությանը։ Այդ գիշեր Մարինեն չկարողացավ քնել։ Պտտվում էր։ Անկողնում մտածելով Հելենի խոսքերի, Ռոբերտի, այնքան անհավանական թվացող բանի հնարավորության մասին։ Նա սովորել էր ապրել ուրիշների համար, զոհաբերել սեփական ցանկությունները։ Երջանիկ լինելու, սիրված լինելու գաղափարը գրեթե եսասիրական էր թվում։ Բայց մինույն ժամանակ, երկար տարիների մեջ առաջին անգամ, նա իրեն թույլ տվեց երազել։ Թույլ տվեց պատկերացնել այլ ապագա, մի ապագա, որտեղ նա ոչ միայն խնամողն էր, քույրը, աշխատողը, այլ պարզապես Մարինեն։ Մի կին, երազանքներով, ցանկություններով, երջանկության իրավունքով։ Ռոբերտը իր հերթին նույնպես տանջվում էր հակասական զգացմունքներից։ Նա գիտեր, որ սիրահարվում է Մարինեին, բայց չգիտեր, թե ինչպես մոտենալ հարցին։ Վախենում էր նրան վիրավորել, որ նա կմտածի, թե ինքը անպատշաճ է, որ կփչացնի իրենց միջ կառուցված վստահության հարաբերությունները։ Հելենն էր, որ նախաձեռնեց նրանց միավորելու գործը։ Նոյեմբերյան մի գիշեր նա ծացրեց, թե վատ է զգում, խնդրեց, որ Ռոբերտը Մարինեն իր հետ մնան։ Նրանք ժամերով խոսեցին, երեքով միասին, կյանքի, անցյալի, ապագա ծրագրերի մասին։ Եվ երբ Հելեն վերջապես ասաց, որ ավելի լավ է քնելու է, նա հատուկ նրանց մենակ թողեց սենյակի պատշգամբում, Երանի աստղազարդ երկնքի տակ։ Ռոբերտը Մարինեն այնտեղ մնացին, լուռ, դիտելով հեռվում լուսավորված քաղաքը։ Մինչ Ռոբերտը վերջապես համարձակություն գտավ։ Մարինե, կարող եմ քեզ մի բան ասել։ Նա շրջվեց դեպի նա։ Իհարկե։ Ես գիտեմ, որ սա կարող է տարօրինակ թվալ, եթե ուզում ես ասել, որ լռեմ, ես կհասկանամ։ Բայց ես պետք է ազնիվ լինեմ։ Այս վերջին ամիսները իմ կյանքի լավագույնն էին։ Եվ դա ոչ միայն այն պատճառով, որ մայրս ապաքինվում է։ Դա այն պատճառով է, որ դու այստեղ ես։ Դու լույս բերեցիր այս տուն։ Ուրախություն, ջերմություն, կյանք բերեցիր։ Եվ ես այլս չեմ կարող պատկերացնել իմ օրերն առանց քեզ։ Մարինեն զգաց, որ սիրտը սկսեց արագ բաբախել։ Ռոբերտ, ես չգիտեմ ինչ ասել։ Հիմա ոչինչ ասելու կարիք չկա։ Պարզապես ուզում էի, որ իմանայիր։ Ուզում էի, որ իմանայիր, որ ես անչափ հիանում եմ քեզնով, որ հարգում եմ քեզ, որ սկսում եմ շատ ուժեղ բան զգալ քո հանդեպ։ Մի բան, որ երկար ժամանակ չէի զգացել։ Գուցե երբեք իսկապես չեմ զգացել։
Մարինեն զգաց, որ արցունքները հոսում են։ Նա այնքան երկար էր պահել իր սեփական զգացմունքները, փորձելով պահպանել մասնագիտական հեռավորությունը, որ դա լսելը միաժամանակ ազատագրող էր վախեցնող։ Ես էլ եմ ինչ-որ բան զգում, Ռոբերտ։ Վախենում եմ խոստովանել, վախենում եմ, որ սխալ է, բայց զգում եմ։ Երբ դու տուն ես գալիս, իմ օրն ավելի լավն է դառնում։ Երբ խոսում ենք, ես ինձ տեսանելի, լսված, գնահատված եմ զգում։ Բայց ես այնքան եմ վախենում։ Վախենում եմ բավարար չլինելուց, վախենում եմ, որ մեր միջ տարբերությունները չափազանց մեծ են։ Ռոբերտը մոտեցավ, բռնեց նրա ձեռքերը։ Մեր միջ միակ տարբերություններն այն են, որոնք ստեղծել են ուրիշ մարդիկ։ Ես տնային աշխատող չեմ տեսնում, երբ նայում եմ քեզ։ Ես տեսնում եմ մի զարմանալի, ուժեղ, խիզախ, բարի կնոջ։ Ես տեսնում եմ մեկին, ով ինձ ստիպում է ավելի լավ մարդ դառնալ։ Եվ դա է ամենակարևորը ինձ համար։ Մարինեն նայեց նրա աչքերի մեջ, տեսավ մաքուր անկեղծություն։ Տեսավ մի մարդու, որին խաբել, վիրավորել էին, բայց որը դեռ հավատում էր իսկական սիրուն։ Տեսավ մեկին, ով իրեն տեսն։ Ում էր այնպիսին, ինչպիսին իսկապես էր, ոչ թե նրա համար, ինչ անում էր։ Եվ հետո Երանի աստղերի տակ նրանք առաջին անգամ համբուրվեցին։ Փափուկ, ամաչկոտ համբույր, լի հուզմունքով, խոստումներով։ Մի համբույր, որը կնքում էր ոչ միայն սիրավեպ, այլ հարգանքի, հիացմունքի անկեղծ սիրո վրա հիմնված գործընկերություն։ Սենյակից, վարագույրի հետում թաքնված, Հելենը դիտում էր ուրախության արցունքներն աչքերին։ Որդին վերջապես գտել էր մեկին, ով սիրում էր նրան նրա համար, ինչ նա էր, ոչ թե նրա համար, ինչ ուներ։ Եվ Մարինեն, աղջիկը, որը փրկել էր իր կյանքը, վերջապես իրեն թույլ էր տալիս երջանիկ լինել։ Հաջորդ ամիսները զուսպ, բայց երջանիկ սիրավեպի ամիսներ էին։ Ռոբերտը Մարինեն չէին թաքցնում իրենց հարաբերությունները, բայց նա չէին հայտարարում դրանց մասին ամենուրեք։ Լոնը սկզբում զարմացավ, բայց հետո լիովին աջակցեց։ Նա տեսնում էր, թե ինչպես է քույրը փոխվել, ավելի թեթ, ավելի ժպտերես, ավելի կենդանի։ Իրինան մյուս աշխատակիցները նույնպես տոնեցին, ուրախ լինելով տեսնել, թե ինչպես են երկու լավ մարդիկ միասին երջանկություն գտնում։ Ռոբերտը Մարինեին ցույց տվեց Երանն այնպես, ինչպես նա երբեք չէր տեսել։ Ընթրիքներ էլեգանտ ռեստորաններում, զբոսանքներ Սիրահարների այգում մայրամուտին, այցելություններ թանգարաններ, թատրոններ։ Բայց նրանց երկուսի սիրելի պահերն ամենապարզն էին՝ տանը ֆիլմ դիտել, ձեռք ձեռքի տված քայլել այգում, մինչ ուշ խոսել երազանքների ծրագրերի մասին։ Ռոբերտը խրախուսեց Մարինեին վերադառնալ սովորելու։ Վճարեց նախապատրաստական դասընթացի համար, որպեսզի նա ավարտի միջնակարգ դպրոցը, հետո նրան ընդունեց սոցիալական աշխատանքի ֆակուլտետ։ Մարինեն բացահայտել էր խոցելի մարդկանց օգնելու կոչումը, ցանկանում էր այդ կոչումը վերածել մասնագիտության։ Ինչ վերաբերում է Բեատրիսի դեմ դատական գործին, ամեն ինչ արագ առաջ գնաց։ Ներկայացված բոլոր ապացույցներով նա դատապարտվեց վատ վերաբերմունքի, փաստաթղթեր կեղծելու յուրացման համար։ Բժիշկ Մովսես Մանուկյանը նույնպես պատժվեց, կորցնելով բժշկական լիցենզիան, կանգնելով քրեական պատասխանատվության առաջ։ Բեատրիսը փորձեց բանակցել, փորձեց սպառնալ, բայց հաջողություն չունեցավ։ Կորցրեց ամեն ինչ, տու կարգավիճակը, իրեն պարտադրված պայմանական ազատությունը։ Ռոբերտը այլս երբեք չխոսեց նրա հետ։ Ամուսնալուծությունը վերջնականացվեց առանց նրանց անձամբ հանդիպելու։ Նա զայրույթ չէր զգում, միայն խղճահարություն։ Խղճահարություն մեկի հանդեպ, ով այդքան շատ բան ուներ, բայց ներսից այնքան դատարկ էր, որ պետք է ոչնչացներ ուրիշներին, իրեն հզոր զգալու համար։ Դեկտեմբերյան մի կեսօրին, գրեթե 1 տարի անց այն օրվանից, երբ Մարինեն առաջին անգամ մտել էր այդ առանձնատուն, Ռոբերտը նրան տարավ Թթենու այգի, որտեղ այնքան կարևոր խոսակցություններ էին տեղի ունեցել։ Հելենն այնտեղ էր, նստած իր սիրելի աթոռին, ժպտում էր։ Մարինե, այս տարին իմ կյանքի ամենազարմանալին էր։ Դու ինձ սովորեցրիր, թե ինչ է խիզախությունը, ինչ է բարությունը, ինչ է իսկական սերը։ Եվ ես այլս ոչ մի օր չեմ ուզում առանց քեզ իմ կողքին։ Նա ծնկի իջավ, գրպանից հանելով թավշյա փոքրիկ տուփ։ Կամուսնանաս ինձ հետ, Մարինե։ Ոչ թե որովհետ մորս փրկեցիր, ոչ թե որովհետ երախտապարտ եմ, այլ որովհետ դու այն մարդն ես, ում հետ ուզում եմ կյանք կառուցել։ Որովհետ սիրում եմ քեզ այնպես, ինչպես նույնիսկ չգիտեի, որ հնարավոր է։ Մարինեն նայեց տուփին, Ռոբերտին, Հելենին, որը հուզմունքից լաց էր լինում, զգաց, որ կուրծքը լցվում է երջանկությամբ։ Այո,
կամ ուսնանամ։ Լոնը հայտնվեց ծառի հետից, ժպտալով ծափահարելով։ Իրինան մյուս աշխատակիցները նույնպես այնտեղ էին թաքնված, բոլորը տոնում էին։ Շամպայն կար, երաժշտություն կար, ուրախություն կար։ Հարսանիքը նշանակվեց հաջորդ տարվա մարտին, մտերմիկ արարողություն առանձնատան այգիներում, թթենու տակ։ Միայն մտերիմ ընտանիք, իսկական ընկերներ։ Մարինեն կրում էր պարզ, բայց էլեգանտ զգեստ, որն ընտրել էր Հելենը։ Լոնը խաչեղբայրն էր։ Իրինան անձամբ հոգաց հյուրասիրության մասին։ Եվ երբ քահանան նրանց հայտարարեց ամուսին կին, ներկաների մեջ չոր աչք չկար։ Բայց Մարինեի Ռոբերտի պատմությունը դրանով չավարտվեց։ Ոգեշնչված այն ամենով, ինչ ապրել էին, նրանք որոշեցին օգտագործել իրենց փորձն ու ռեսուրսները, օգնելու այլ մարդկանց։ Ստեղծեցին ոչ արտրային կազմակերպություն, ուղղված անտեսման բռնության զոհ դարձած տարեցների պաշտպանությանը։ Կազմակերպու Թյունն առաջարկում էր անվճար իրավաբանական օգնություն, հոգեբանական աջակցություն, բժշկական խնամք, ամենակարևորը՝ անվտանգ տարածք, որտեղ այդ մարդիկ կարող էին լսված պաշտպանված լինել։ Մարինեն դարձավ կազմակերպության գործադիր տնօրենը, կիրառելով այն ամենը, ինչ սովորել էր համալսարանում, այն ամենը, ինչ ապրել էր գործնականում։ Նա անձամբ այցելում էր յուրաքանչյուր դեպքի, խոսում յուրաքանչյուր տարեցի հետ, երաշխավորում, որ ոչ ոք հետում չի մնա։ Ռոբերտը զբաղվում էր վարչական ֆինանսական մասով, օգտագործելով իր կապերը գործարար աշխարհում նվիրատվություններ, գործընկերություններ ձեռք բերելու համար։ Լոնը, որն ավարտել էր մեխանիկայի տեխնիկումը, կազմակերպության ներսում ստեղծեց սոցիալական արհեստանոց, խոցելի իրավիճակում գտնվող երիտասարդներին մասնագիտություն սովորեցնելով, նրանց տալով նույն հնարավորությունը, որը Ռոբերտը տվել էր իրեն։ Հելենը, նույնիսկ իր առաջացած տարիքում, նույնպես ներգրավվեց նախագծում։ Նա դասախոսություններ էր կարդում դպրոցներում, միջոցառումներում մեծերին խնամելու կարողության, բռնության նշանները ճանաչելու, բողոքելու մասին։ Նրա պատմությունը հուզում էր բազմությանը, ոգեշնչում փոփոխությունների։ Կենտրոնի առանձնատունը վերածվեց իսկական տան։ Մի վայր, որտեղ սեր էր մշակվում, որտեղ տարբերությունները տոնվում էին, որտեղ յուրաքանչյուր մարդ գնահատվում էր նրա համար, ինչ նա էր, ոչ թե նրա համար, ինչ ուներ։ Պատերը, որոնք նախկինում տառապանքի վկա էին եղել, այժմ արձագանքում էին ծիծաղով, խոսակցություններով, երաժշտությամբ։ Եվ Մարինեն, տնային աշխատողը, որը մի օր այնտեղ էր եկել պարզապես աշխատավարձ փնտրելով հաշիվները վճարելու համար, այժմ քայլում էր նույն միջանցքներով որպես տան տիրուհի, սիրելի կին, կյանքեր փոխող կազմակերպության տնօրեն։ Բայց չնայած բոլոր փոխակերպումներին, նա երբեք չմոռացավ, թե որտեղից է եկել։ Երբեք չկորցրեց խոնարհությունը, կարեկցանքը, տարբերություն ստեղծելու կամքը։ Որովհետև Մարինեն գիտեր, որ իսկական հարստությունը թանկարժեք կահույքի, բյուրեղյա ջահերի կամ բանկային հաշիվների մեջ չէ։ Այն մարդկային կապերի, մերձավորի մասին հոգ տանելու ունակության, ճիշտն անելու համարձակության մեջ է, նույնիսկ է։ Դա դժվար է։ Եվ այդ հարստությունը նա միշտ կրում էր իր սրտում, շատ ավելի վաղ, քան Ռոբերտին հանդիպելը, շատ ավելի վաղ, քան այդ առանձնատուն մտնելը։ Դա բարի սրտի հարստությունն էր։ Եվ դա ոչ ոք երբեք չէր կարող խլել նրանից։ 3 տարի անցավ այդ հուզիչ հարսանիքից առանձնատան այգիներում։ Մարինեի կյանքը փոխվել էր այնպես, ինչպես նա երբեք չէր կարող պատկերացնել այն հունիսյան մոխրագույն առավոտյան, երբ առաջին անգամ մտել էր այդ տուն որպես ժամանակավոր աշխատող։ Այժմ 35 տարեկանում նա Մարինե Հովսեփյան Բարսեղյանն էր, Ռոբերտի կինը, Երանի ամենահարգված տարեցների պաշտպանության կազմակերպություններից մեկի գործադիր տնօրենը, համալսարանի ուսանողուհի, պատրաստ ավարտելու սոցիալական աշխատանքի ֆակուլտետը։ Բայց ամենից առաջ նա մի կին էր, որը վերջապես գտել էր իր տեղն աշխարհում։ Նրանց ստեղծած կազմակերպությունը տպավորիչ կերպով աճել էր։ Այն, ինչ սկսվել էր որպես փորձնական նախագիծ փոքր թիմով, այժմ ուներ 3 մասնաճյուղ Երանի տարբեր շրջաններում, ավելի քան 50 աշխատակից, սոցիալական աշխատողներ, իրավաբաններ, հոգեբան, երխնամողներ, վերջին տարիներին սպասարկել էր ավելի քան 1000 դեպք։ Յուրաքանչյուր պատմություն տարբեր էր, բայց բոլորը կիսում էին նույն տառապանքի առանցքը, որը Հելենն էր ապրել՝ մեկուսացում, մանիպուլյացիա, անտեսում, խնամքի տակ քողարկված բռնություն։ Մարինեն անսասան կրքով էր նվիրվում աշխատանքին։ Նա անձամբ ճանաչում էր կազմակերպության կողմից սպասարկվող յուրաքանչյուր տարեցի, պարբերաբար այցելում էր մասնաճյուղեր, մասնակցում դեպքերի քննարկումներին, հետում դատական գործընթացներին։ Նրա մեջ ինչ-որ բան կար, որն անմիջական վստահություն էր ներշնչում։
Գուցե դա հանգիստ ընդունող ձայնն էր, գուցե ազնիվ հայացքը, կամ գուցե պարզապես այն փաստը, որ նա իսկապես հոգ էր տանում։ Մարդիկ դա զգում էին։ Պատմություններից մեկը, որն ամենաշատը տպավորել էր Մարինեին, պարոն Հակոբի պատմությունն էր, 82 տարեկան մի տղամարդու, որի մասին բողոքել էր անհանգիստ հարանուհին։ Նա միայնակ էր ապրում հյուսիսային թաղամասի մի պարզ տանը, թոռը, որը պետք է խնամեր նրան, հազվադեպ էր հայտնվում, բայց չէր տատանվում ամեն ամիս վերցնել թոշակ։ Ի գումարը։ Երբ Մարինեն առաջին անգամ հասավ տուն, գտավ պարոն Հակոբին նիհար, տունը կեղտոտ, սառնարանը դատարկ, նստած հին աթոռին, դիտելով առանց ձայնի հին հեռուստացույց։ Բարի լույս, պարոն Հակոբ։ Իմ անունը Մարինե է։ Եկել եմ ձեզ հետ զրուցելու տեսնելու, կարող եմ ինչ-որ բանով օգնել։ Ծերունին կասկածով նայեց նրան։ Օգնության կարիք չունեմ։ Ամեն ինչ լավ է այստեղ։ Բայց Մարինեն գիտեր ճանաչել նշանները։ Նստեց նրա կողքին, առանց շտապելու, սկսեց խոսել։ Խոսեց կյանքի, երանի, ֆուտբոլի մասին։ Աստիճանաբար պարոն Հակոբը բացվեց։ Պատմեց 5 տարի առաջ հեռացած կնոջ, հեռվում ապրող որդու, վերադառնալ խոստացող, բայց երբեք չվերադարձող թոռան մասին։ Դուք ձեզ մենակ եք զգում, այնպես չէ։ Ծերունու աչքերը լցվեցին արցունքներով։ Շատ։ Շատ մենակ։ Մարինեն բռնեց նրա ձեռքը։ Դուք այլս մենակ լինելու կարիք չունեք։ Մենք ձեզ կխնամենք։ Եվ խնամեցին։ Կազմակերպությունը տրամադրեց խնամող, որը շաբաթը 3 անգամ այցելում էր պարոն Հակոբին, երաշխավորեց, որ նա ստանա պատշաճ սնունդ, կազմակերպեց բժշկական խորհրդատվություններ, ամենակար, որը դատական գործ հարուցեց թոռան դեմ յուրացման անտեսման համար։ Պարոն Հակոբը սկսեց հաճախել տարեցների համար նախատեսված շփման խումբ, որը կազմակերպությունը պահում էր, որտեղ ընկերներ ձեռք բերեց, դոմինո խաղաց, պատմություններ պատմեց։ Ամիսներ անց, երբ Մարինեն նորից այցելեց նրան, գտավ բոլորովին այլ մարդու։ Նա գիրացել էր, դեմքը կարմրել էր, աչքերը փայլում էին։ Տիկին Մարինե, դուք ինձ փրկեցիք։ Ես այլս չէի ուզում ապրել, գիտեք։ Բայց հիմա պատճառներ ունեմ։ Ունեմ խմբի ընկերներին, ունեմ Սելիային, որը գալիս է ինձ ընկերակցելու, ունեմ ձեզ ձեր ամուսնուն, որոնք հոգ են տանում իմ մասին։ Մարինեն հուզված գրկեց ծերունուն։ Դուք արժանի եք երջանիկ լինելու, պարոն Հակոբ։ Բոլորն են արժանի։ Պարոն Հակոբի նման դեպքերը բազմապատկվում էին։ Ամեն շաբաթ նոր բողոքներ էին ստացվում։ Ոմանք հեռախոսով, ոմանք էլեկտրոնային փոստով, շատերը հիվանդանոցների սոցիալական աշխատողների ուղղորդմամբ։ Յուրաքանչյուր դեպք դիտարկվում էր լրջությամբ, նվիրումով, մարդասիրությամբ։ Կազմակերպությունը շահույթ չէր հետապնդում, հավաքագրված ողջ միջոցն է։ Ուղղվում էին սպասարկումն ընդլայնելուն, ավելի շատ մասնագետներ վարձելուն, կառուցվածքը բարելավելուն։ Ռոբերտը նույնպես ներգրավված էր։ Նա կրճատել էր իր աշխատանքային ծանրաբեռնվածությունը ընտանեկան ընկերությունում, որպեսզի կարողանա ավելի շատ նվիրվել նախագծին։ Մասնակցում էր ռազմավարական հանդիպումներին, գործընկերություններ էր փնտրում այլ կազմակերպությունների հետ, խոսում քաղաքական գործիչների հետ խոցելի տարեցներին պաշտպանելու համար ավելի խիստ օրենքների անհրաժեշտության մասին։ Բայց նրա սիրելի պահն այն էր, երբ ուղեկցում էր Մարինեին այցելությունների ժամանակ։ Տեսնել, թե ինչպես է նա շփվում մարդկանց հետ, ինչպես է կարողանում շահել նրանց վստահությունը, ինչպես է տառապանքը վերածում հույսի, ստիպում էր նրան էլ ավելի սիրահարվել։ Հելենը, այժմ 74 տարեկան, ավելի ակտիվ էր, քան երբևէ։ Լիակատար ապաքինումը ժամանակ էր պահանջել, բայց նա նորից դարձել էր այն կենսունակ կինը, որը միշտ եղել էր։ Մասնակցում էր կազմակերպության գործունեությանը որպես կամավոր, դասախոսություններ կարդալով, տարեցներին այցելելով Իրան։ Ձնական վկայությունն առաջարկելով որպես ապացույց, որ հնարավոր է հաղթահարել նույնիսկ ամենադժվար իրավիճակները։ Նա դարձել էր դիմադրության հույսի մի տեսակ խորհրդանիշ։ Լոնը, այժմ 26 տարեկան, դարձել էր պատասխանատու նվիրված մարդ։ Նրա ղեկավարած սոցիալական արհեստանոցն արդեն ավելի քան 100 երիտասարդի էր պատրաստել ավտոմեխանիկայի ոլորտում, որոնցից շատերը աշխատանք էին գտել լավ ընկերություններում։ Նա սկսել էր հանդիպել Կարինեի հետ, առանձնատան նախկին մատուցողուհու, որն օգնել էր Մարինեին այն սարսափելի օրերին։ Նրանք միասին կառուցում էին պարզ, բայց երջանիկ կյանք։ Բայց ոչ ամեն ինչ էր ծաղիկներով պատված։ Կազմակերպությունում աշխատանքը հուզականորեն հյուծող էր։
Մարինեն շատ գիշերներ տուն էր գալիս ուժասպառ, գրելով իր լսած պատմությունների, տեսած իրավիճակների ծանրությունը։ Կային դեպքեր, որոնք լավ էին ավարտվում, բայց կային նա այնպիսիք, որոնք շատ ուշ էին հասնում, որտեղ վնասն արդեն հասցված էր, որտեղ արդարությունն այնքան էր ուշանում, որ տառապանքը անվերջ ձգվում էր։ Մի հատկապես դժվար գիշեր, դատարանում կա։ Ռոր գործ պարտվելուց հետո, որտեղ մի տարեց պետք է շարունակեր մնալ բռնարար հարսի խնամքի տակ օրենսդրական բացերի պատճառով, Մարինեն տուն եկավ փլուզվեց։ Ռոբերտը գտավ նրան նստած սենյակի հատակին, լաց լինելիս, գլուխը ձեռքերի մեջ։ Սերս, ինչ է պատահել։ Նա կարմրած աչքերով նայեց նրան։ Ես ձախողվեցի, Ռոբերտ։ Այդ պարոնը, պարոն Անտոնը, նա կշարունակի տառապել, ես չկարողացա կանխել դա։ Ռոբերտը նստեց նրա կողքին գրկեց։ Դու չես ձախողվել։ Դու արեցիր այն ամենը, ինչ քո ուժերի սահմաններում էր։ Համակարգն է ձախողվել։ Բայց դա բավարար չէ։ Նրան օգնություն է պետք հիմա, ոչ թե ամիսներ անց, երբ կկարողանանք բողոքարկել։ Մարինե, դու արդեն հարյուրավոր մարդկանց ես օգնել։ Հարյուրավոր։ Դու չես կարող միայնակ փրկել բոլորին։ Դա անհնար է։ Բայց յուրաքանչյուր մարդ, ում փրկում ես, յուրաքանչյուր կյանք, որը փոխում ես, հաղթանակ է։ Դա ապացույց է, որ արժե շարունակել։ Մարինեն գլուխը հենեց նրա ուսին։ Երբեմն մտածում եմ, արդյոք բավարար եմ անում։ Արդյոք ավելին չպետք է անեմ։ Դու ավելին ես անում, քան մարդկանց մեծամասնությունը։ Երբեք անի։ Եվ դա անում ես սիրով, նվիրումով։ Դա արդեն շատ է։ Նրանք այնտեղ մնացին, գրկախառնված սենյակի հատակին, լուռ, մինչ Մարինեն հանգստացավ։ Ռոբերտը գիտեր, որ այդ ճգնաժամերը ժամանակ առ ժամանակ կլինեն, որ աշխատանքի ծանրությունը մեծ է, բայց նա գիտեր, որ Մարինեն չի հանձնվի։ Նա հանձնվող տեսակից չէր։ Ժամանակի ընթացքում կազմակերպությունը սկսեց հանրային ճանաչում ձեռք բերել։ Հոդվածներ թերթերում, ռեպորտաժներ հեռուստահաղորդումներում, մրցանակներ սոցիալական կազմակերպություններից։ Մարինեին հաճախ հրավիրում էին դասախոսություններ կարդալու համալսարաններում, կորպորատիվ միջոցառումներում, մարդու իրավունքների վերաբերյալ համաժողովներում։ Նա ընդունում էր որոշ հրավերներ, հատկապես դպրոցներում, համալսարաններում, քանի որ հավատում էր, որ կարող է ոգեշնչել մասնագետների հաջորդ սերնդին։ Այդ դասախոսություններից մեկում, Երանի արմատյան մասի իրավաբանական ֆակուլտետում, Մարինեն պատմեց իր սեփական պատմությունը։ Խոսեց այն մասին, թե ինչպես է սկսել որպես տնային աշխատող, ինչպես է գտել տիկին Հելենին լուռ տառապելիս, ինչպես է որոշել ամեն ինչ վտանգի ենթարկել, ճիշտն անելու համար։ Խոսեց դժվարությունների, վախերի, հանձնվելու ցանկության պահերի մասին։ Բայց խոսեց նա հաղթանակների, փոխված կյանքերի, տարեցի նորից ժպտալը տեսնելու ուրախության մասին։ Դասախոսության վերջում մի երիտասարդ ուսանողուհի ձեռք բարձրացրեց։ Ինչպես եք ուժ գտնում շարունակելու, երբ դեպքերն այդքան դժվար են։ Մարինեն մի պահ մտածեց պատասխանելուց առաջ։ Ես ուժ եմ գտնում, հիշելով, թե ինչու եմ սկսել։ Հիշում եմ տիկին Հելենի դեմքն այն մութ սենյակում, նրա օգնություն խնդրող աչքերը։ Հիշում եմ յուրաքանչյուր մարդու, ում կարողացել ենք օգնել, յուրաքանչյուր ժպիտ, որը կարողացել ենք վերադարձնել։ Եվ հիշում եմ, որ եթե ես հանձնվեմ, ով կխնամի այդ մարդկանց։ Ինչ որ մեկը պետք է այնտեղ լինի։ Եվ եթե դա ես չեմ, ով կլինի։ Ամբողջ դահլիճը ծափահարեց։ Շատ ուսանողներ հետո մոտեցան, հետաքրքրված լինելով կազմակերպությունում պրակտիկա անցնելով, ինչ-որ կերպ նպաստելով։ Մարինեն այնտեղից դուրս եկավ թարմացած, հիշելով, որ իր աշխատանքը ազդեցություն ունի ոչ միայն ուղղակիորեն օգնած տարեցների, այլ ընդհանուր հասարակության վրա, ոգեշնչելով այլ մարդկանց հոգ տանել, գործել։ Տանը դինամիկան հաստատվել էր ջերմ հավասարակշռված առօրյայի մեջ։ Մարինեն Ռոբերտը հնարավորության դեպքում միասին էին ընթրում, խոսելով օրվա մասին, կիսելով անհանգստություններն ու ուրախությունները։ Հելենը հաճախ միանում էր նրանց, բերելով պատմություններ կամավորների խմբից կամ մեկնաբանություններ որևէ սերիալի մասին, որը դիտում էր։ Լոնը հանգստյան օրերին հայտնվում էր Կարինեի հետ, տունը լցվում էր ծիծաղով ու աշխույժ խոսակցություններով։ Հենց այդ հանգստյան օրերի հանդիպումներից մեկում, սեպտեմբերյան մի արոտ կիրակի, Մարինեն մի հայտարարություն արեց, որը նորից կփոխեր ամեն ինչ։ Ժողովուրդ, մի նորություն ունեմ կիսվելու։ Բոլորը հետաքրքրությամբ նայեցին նրան։ Ռոբերտը բռնեց նրա ձեռքը, կանխազգալով ինչ-որ կարևոր բան։
Ես հղի եմ։ Լռությունը տեց ընդամենը 1 վայրկյան, մինչ տունը պայթեց տոնակատարությունից։ Հելենը սկսեց լաց լինել ուրախությունից, ամուր գրկելով Մարինեին։ Լոնը հաղթական բռունցքը բարձրացրեց։ Կարինեն հուզված շնորհավորեց։ Իսկ Ռոբերտը երկար վայրկյաններ անխոս մնաց, պարզապես նայելով կնոջը մաքուր զմայլանքի արտահայտությամբ։ Սերս, ճիշտ է։ Մենք երեխա ենք ունենալու։ Մարինեն ժպտաց, արցունքներն աչքերին։ Ունենալու ենք։ Մենք որդի ենք ունենալու։ Ռոբերտը գրկեց նրան, բարձրացնելով գետնից պտտելով։ Ես քեզ այնքան եմ սիրում։ Այնքան։ Դու գաղափար չունես, թե որքան երջանիկ եմ հիմա։ Հաջորդ ամիսները ինտենսիվ նախապատրաստության ամիսներ էին։ Երեխայի սենյակը սիրով կահավորվեց, Մարինեն ընտրում էր յուրաքանչյուր մանրուք։ Հելենը պնդեց, որ նվիրի այն օրորոցը, որը եղել էր Ռոբերտինը, երբ նա երեխա էր, լաքապատ փայտից գեղեցիկ հնություն։ Լոնը Կարինեն առաջարկեցին լինել կնքահայր-կնքամայր։ Իրինան արդեն պլանավորում էր մանկական խնջույքը։ Մարինեն գրեթե ողջ հղիության ընթացքում շարունակեց աշխատել կազմակերպությունում, տեմպը նվազեցնելով միայն վերջին 2 ամիսներին։ Նա չէր ուզում լիովին հեռանալ, բայց Ռոբերտը Հելենը պնդեցին, որ նա պետք է հանգստանա, հոգ տանի իր երեխայի մասին։ Ապրիլի սկզբին, մի հանգիստ առավոտ, Մարինեի մոտ սկսվեցին ծննդաբերական ցավերը։ Ռոբերտը նրան շտապ տարավ հիվանդանոց, նյարդային, անհանգիստ, բայց նա անչափ երջանիկ։ Հելենը, Լոնը Կարինեն շուտով հետեցին նրանց։ Ծննդաբերությունը տեց 6 ժամ։ Երկար, ինտենսիվ, բայց վերջում, երբ Մարինեն լսեց երեխայի առաջին ճիչը, ամեն ինչ արժեր դրան։ Տղա էր, առողջ, վարդագույն այտերով սեղմված բռունցքներով։ Նա կատարյալ է, շշնջաց Մարինեն, երեխան գրկին, նայելով այդ փոքրիկ ու հրաշալի դեմքին։ Ռոբերտը նրա կողքին էր, նույնպես լաց լինելով։ Քեզ է նման։ Խեղճը, կատակեց Մարինեն, ուժասպառ, բայց պայծառ։ Նրանք որոշեցին տղային անվանել Գաբրիել, որը նշանակում է Աստծո սուրհանդակ։ Որովհետև այդ երեխան իսկապես հույսի ուղերձ էր, այն ամենի խորհրդանիշը, ինչ Մարինեն Ռոբերտը միասին կառուցել էին, հիշեցում, որ տառապանքից կարող է գեղեցիկ բան ծնվել։ Հելենն առաջիններից էր, որ գրկեց թոռանը։ Նա անսահման քնքշությամբ նայեց այդ երեխային, մտածելով այն ամենի մասին, ինչ տեղի էր ունեցել վերջին տարիներին։ Եթե ինչ-որ մեկը նրան ասեր, այն մութ սենյակում, որտեղ նա փակված թմրեցված էր, որ մի քանի տարուց նա գրկին կպահի թոռանը, շրջապատված մարդկանցով, ում սիրում է, նպատակով ուրախությամբ լի կյանքում, նա չէր հավատա։ Բայց ահա նա, ապրում էր այդ հրաշալի իրականությունը։ Շնորհակալ եմ, շշնջաց նա Մարինեին։ Շնորհակալ եմ ինձ փրկելու համար։ Որդուս փրկելու համար։ Մեր կյանքերն այսքան լույսով լցնելու համար։ Մարինեն բռնեց նրա ձեռքը։ Մենք իրար փրկեցինք, տիկին Հելեն։ Մեկս մյուսին։ Հաջորդ ամիսները Գաբրիելի հետ նոր առօրյային հարմարվելու ամիսներ էին։ Մարինեն 6 ամսով արձակուրդ վերցրեց կազմակերպությունից, լիովին նվիրվելով երեխային։ Բայց նա արդեն պլանավորում էր վերադարձը, արդեն մտածում էր նախագծերի մասին, որոնք ցանկանում էր իրականացնել, բարելավումների մասին, որոնք ցանկանում էր անել։ Մայր լինելը հրաշալի էր, բայց նա գիտեր, որ պետք է նա շարունակի այն աշխատանքը, որը դարձել էր իր կյանքի առաքելությունը։ Ռոբերտը ներկա նվիրված հայր էր։ Արթնանում էր գիշերը, օգնելու կերակրումներին, փոխում էր տակտիրներն առանց բողոքելու, օրորոցայիններ էր երգում մի ձայնով, որը ճիշտ չէր, բայց անմիջապես հանգստացնում է։ Գաբրիելին տեսնել ամուսնում որդու հետ գրկին, այդ մաքուր սիրո արտահայտությամբ, ստիպում էր Մարինեի սրտին լցվել։ Կազմակերպությունը լավ էր գործում նույնիսկ առանց Մարինեի ամենօրյա ներկայության։ Նրանց կառուցած թիմը գրագետ նվիրված էր։ Բայց բոլորը կարոտում էին նրան, այն էներգիան, որը նա բերում էր, այն կիրքը, որը ոգեշնչում էր։ Երբ Գաբրիելը դարձավ 6 ամսական, Մարինեն վերադարձավ աշխատանքի կես դրույքով։ Շաբաթը 3 օր, օրական մի քանի ժամ։ Բավական է շարունակելու տարբերություն ստեղծել, բայց առանց որդուց շատ հեռանալու։ Ռոբերտը վերակազմակերպեց իր գրաֆիկը, որպեսզի կարողանա Գաբրիելի հետ մնալ այն օրերին, երբ Մարինեն աշխատում էր։ Հելենը նույնպես օգնում էր, վայելելով թոռան հետ անցկացրած յուրաքանչյուր վայրկյանը։
Հոկտեմբերյան մի կեսօրին, ուղիղ 4 տարի անց այն օրվանից, երբ Մարինեն առաջին անգամ մտել էր Բարսեղյանների առանձնատուն, կազմակերպությունը հատուկ միջոցառում կազմակերպեց։ Դա իրենց ձեռք բերած ամեն ինչի տոնակատարություն էր, բայց նա խորհրդածության պահ դեռս գոյություն ունեցող մարտահրավերների շուրջ։ Միջոցառումը տեղի ունեցավ առանձնատան այգիներում, թթենու տակ, որտեղ այնքան կարևոր պահեր էին տեղի ունեցել։ Ներկա էր ավելի քան 200 մարդ, տարեցներ, որոնց օգնել էր կազմակերպությունը, աշխատակիցներ, կամավորներ, գործընկերներ, պաշտոնյաներ, լրագրողներ։ Մարինեին հրավիրեցին ելույթ ունենալու։ Նա բարձրացավ այդ առիթով տեղադրված փոքրիկ բեմ, Գաբրիելը գրկին Ռոբերտը կողքին։ Նայեց հանդիսատեսին խորը հուզմունք զգաց։ Երբ ես 4 տարի առաջ հասա այս տուն, ես պարզապես տնային աշխատող էի, ավելի լավ աշխատավարձի փնտրտուքով։ Գաղափար չունեի, որ կյանքս պատրաստվում է ամբողջությամբ փոխվել։ Չգիտեի, որ կգտնեմ մի գործ, որի համար արժեր պայքարել։ Չէի պատկերացնում, որ կհանդիպեմ զարմանալի մարդկանց, որոնք կդառնան իմ ընտանիքը։ Եվ հաստատ չէի երազում, որ այսօր այստեղ կլինեմ, ամուսնուս որդուս հետ, տոնելով մի կազմակերպություն, որն արդեն օգնել է ավելի քան 1000 մարդու։ Նա դադար տվեց, աչքերը վազեցնելով հանդիսատեսի վրայով։ Բայց այս ամենը հնարավոր չէր լինի առանց ձեզանից յուրաքանչյուրի։ Առանց տիկին Հելենի, որը համարձակ ունեցավ օգնություն խնդրել, նույնիսկ երբ դա անհնար էր թվում։ Առանց Ռոբերտի, որը հավատաց ինձ տվեց ինձ գործիքներ տարբերություն ստեղծելու համար։ Առանց եղբորս, Լոնի, որը միշտ իմ կողքին էր։ Առանց Իրինայի, Կարինեի շատ ուրիշների, որոնք ինչ-որ բան վտանգեցին, ճիշտն անելու համար։ Եվ առանց ձեզանից յուրաքանչյուրի, որն այսօր այստեղ է, աջակցելով այս գործին, աշխատելով մեզ հետ, վստահելով մեզ։ Նա հատկապես նայեց ներկա տարեցներին, ոմանք անվասայլակներով, ոմանք ձեռնափայտով, բոլորը ուշադիր հայացքներով։ Այս կազմակերպությունը գոյություն ունի ձեզ համար ձեր շնորհիվ։ Որովհետև յուրաքանչյուր մարդ արժանի է ապրել արժանապատվությամբ, հարգանքով, սիրով։ Ոչ ոք արժանի չէ մոռացվելու, անտեսվելու կամ բռնության ենթարկվելու։ Եվ քանի դեռ կա գոնե մեկ տառապող մարդ, մենք կշարունակենք պայքարել։ Հանդիսատեսը ջերմորեն ծափահարեց։ Ոմանք լաց էին լինում։ Մարինեն իջավ բեմից, գրկախառնվեց տասնյակ մարդկանց հետ, յուրաքանչյուրը շնորհակալություն հայտնելով, յուրաքանչյուրը կիսելով իր պատմությունը։ Պարոն Հակոբն այնտեղ էր, այժմ 85 տարեկան, բայց ուժեղ ժպտերես։ Տիկին Մարինե, դուք փոխեցիք իմ կյանքը։ Երբեք չեմ մոռանա։ Մի տիկին Նունեն, որին 6 ամիս առաջ փրկել էին ապօրինի ազատազրկման իրավիճակից, բռնեց Մարինեի ձեռքերը։ Դուք իմ պահապան հրեշտակն էիք։ Բառացիորեն փրկեցիք ինձ։ Մարինեն հուզված գրկեց յուրաքանչյուրին, հիշելով, թե ինչու է շարունակում անել այդ աշխատանքը, չնայած դժվարություններին։ Դա այդ դեմքերի, այդ ժպիտների, այդ փոխված կյանքերի համար էր։ Գիշերը, երբ բոլորն արդեն գնացել էին, առանձնատունը վերադարձել էր լռության, Մարինեն Ռոբերտը նստեցին այգում, աստղերի տակ։ Գաբրիելը հանգիստ քնած էր մանկասայլակում, նրանց կողքին։ Հելենը բարձրացել էր իր սենյակ, հոգնած, բայց երջանիկ։ Դու գիտակցում ես, թե որքան շատ բան ենք արդեն արել, հարցրեց Ռոբերտը, բռնելով Մարինեի ձեռքը։ Գիտակցում եմ։ Բայց նա գիտակցում եմ, թե որքան շատ բան դեռ մնում է անելու։ Միշտ էլ կմնա։ Բայց դա չի նվազեցնում արդեն ձեռք բերածի արժեքը։ Մարինեն գլուխը հենեց նրա ուսին։ Գիտես, երբեմն ինչ եմ մտածում։ Մտածում եմ, որ եթե այն օրը չընդունե այդ աշխատանքը, այս ամենից ոչինչ տեղի չէր ունենա։ Տիկին Հելենը գուցե այլս այստեղ չլիներ։ Մենք չէինք ծանոթանա։ Գաբրիելը գոյություն չէր ունենա։ Այս բոլոր մարդիկ, որոնց օգնել ենք, կշարունակեին տառապել։ Բայց դու ընդունեցիր։ Որովհետև դու այնպիսին ես, ինչպիսին կաս։ Որովհետև դու հոգ ես տանում։ Եվ դրա համար ամեն ինչ փոխվեց։ Նրանք այնտեղ երկար մնացին, հարմարավետ լռության մեջ, դիտելով աստղերը։ Մտածելով անցյալի, բայց հիմնականում ապագայի մասին։ Այնքան բան դեռ կար անելու, այնքան կյանքերին դիպչելու, այնքան ճակատամարտեր մղելու։ Բայց Մարինեն վախ չուներ։ Այլս չուներ։ Նա սովորել էր, որ խիզախությունը վախի բացակայությունը չէ, այլ չնայած դրան, գործելու որոշումը։ Սովորել էր, որ սովորական մարդը կարող է արտասովոր տարբերություն ստեղծել։
Սովորել էր, որ իսկական սերը կառուցվում է հարգանքի, գործընկերության, փոխադարձ հիացմունքի վրա։ Եվ սովորել էր ամենից առաջ, որ երբեք ուշ չէ վերսկսելու, նպատակ գտնելու, երջանիկ լինելու համար։ Նրա կյանքը 4 տարում ամբողջությամբ փոխվել էր։ Տնային աշխատողից, որը պայքարում էր գոյատելու համար, դարձել էր կազմակերպության տնօրեն, կին, մայր, գրեթե ավարտել էր սոցիալական աշխատանքի ֆակուլտետը։ Բայց խորքում նա մնացել էր նույն Մարինեն, մի կին, որի սիրտը չափազանց մեծ էր այս աշխարհի համար, բայց բավականաչափ մեծ այն գրկելու մի փոքր ավելի լավը դարձնելու համար։ Եվ մինչ նա նայում էր Ռոբերտին, քնած Գաբրիելին, հետին պլանում լուսավորված առանձնատանը, վերում աստղազարդ երկնքին, Մարինեն բացարձակ վստահությամբ գիտեր, որ գտնվում է ճիշտ այնտեղ, որտեղ պետք է լիներ։ Որ յուրաքանչյուր զոհաբերություն, յուրաքանչյուր արցունք, յուրաքանչյուր անքուն գիշեր, յուրաքանչյուր դժվար պահ արժեր դրան։ Որովհետև նա ոչ միայն ապրում էր, նա տարբերություն էր ստեղծում։ Եվ ի վերջո, միթե դա չէր այն, ինչ իսկապես կարևոր էր։ Ռոբերտը շրջվեց դեպի նա, կարծես կարդացել էր նրա մտքերը։ Սիրում եմ քեզ, Մարինե Հովսեփյան Բարսեղյան։ Այսօր, վաղը, միշտ։ Ես էլ քեզ եմ սիրում, Ռոբերտ։ Շնորհակալ եմ ինձ հնարավորություն տալու համար լինել այն, ինչ միշտ ուզել եմ լինել։ Նրանք փափուկ համբուրվեցին երանի աստղերի տակ, մինչ Գաբրիելը հանգիստ երազում էր նրանց կողքին։ Դա կատարյալ պահ էր, այնպիսիներից, որոնք մարդ հավերժ պահում է սրտում։ Եվ երբ քամին մեղմորեն փչեց, օրորելով թթենու տերները, Մարինեն փակեց աչքերը, շնորհակալություն հայտնեց։ Շնորհակալություն հայտնեց, որ տիկին Հելենը օգնություն էր խնդրել։ Շնորհակալություն հայտնեց, որ համարձակություն էր ունեցել գործելու։ Շնորհակալություն հայտնեց բոլոր այն մարդկանց, որոնք հատել էին իր ճանապարհը։ Շնորհակալություն հայտնեց իր կառուցած ընտանիքի համար։ Շնորհակալություն հայտնեց այն կյանքի համար, որն այժմ ուներ։ Մի կյանք, որը սկսվել էր տառապանքով, զոհաբերությամբ, բայց վերածվել էր սիրո, նպատակի, հույսի։ Մի կյանք, որն ապացուցում էր, որ պատմությունները կարող են երջանիկ ավարտներ ունենալ, երբ ճիշտ մարդիկ հանդիպում են ճիշտ պահին։ Մի կյանք, որը կենդանի վկայություն էր, որ արժե պայքարել ճիշտի համար, նույնիսկ երբ ամեն ինչ անհնար է թվում։ Եվ այդպես, երանի աստղազարդ երկնքի տակ, հիշողություններով, խոստումներով լի այգում, Մարինեն վերջապես գտավ այն խաղաղությունը, որն այդքան երկար փնտրում էր։ Իմանալու խաղաղությունը, որ իր կյանքն իմաստ ունի։ Սիրով շրջապատված լինելու խաղաղությունը։ Աշխարհում տարբերություն ստեղծելու խաղաղությունը, մեկ մարդ միաժամանակ։ Պատմության ավարտը, սիրելի ունկնդիրներ, հուսով ենք, որ Մարինեի Ռոբերտի պատմությունը հուզեց ձեր սրտերը։ Եթե դուք հուզվեցիք այս խիզախության, սիրո փոխակերպման ճամփորդությունից, դրեք ձեր հավանումը, բաժանորդագրվեք ալիքին, մեկնաբանություններում պատմեք, թե ինչն է ձեզ ամենաշատը տպավորել այս պատմության մեջ։ Մարինեի վճռականությունը, նրա Ռոբերտի միջ սերը, տիկին Հելենի ապաքինումը, թե գուցե այն ուղերձը, որ երբեք ուշ չէ ճիշտն անելու համար։ Ամեն օր մենք բերում ենք այսպիսի ինտենսիվ պատմություններ, որոնք բացահայտում են մարդկային հոգու ամենախորը կողմը, որոնք մեզ ստիպում են խորել կարեկցանքի, արդարության այն կարողության մասին, որը մեզանից յուրաքանչյուրն ունի, աշխարհում տարբերություն ստեղծելու։ Սպասում ենք ձեզ հաջորդ դրվագում, մեկ պատմությամբ, որը կխառնի ձեր հույզերը, կստիպի ձեզ հավատալ, որ հաղթահարման իսկական սիրո պատմությունները դեռ գոյություն ունեն։ Մինչ այդ, հիշեք, դուք նույնպես կարող եք լինել տարբերությունը ինչ-որ մեկի կյանքում։